Ես Մարիաննա Խաչատրյանն եմ, արհեստական բանականության մասնագետ եմ և High-End Learning կրթական կենտրոնի հիմնադիրն եմ։ Ինքս նախկինում մոտ 5 տարի մանկավարժության ոլորտում եմ աշխատել, համալսարանում եմ դասախոսել։ 2022 թվականից, երբ արհեստական բանականության գործիքները ի հայտ են եկել, ես սկսեցի մեծ հետաքրքրությամբ ու խորությամբ ուսումնասիրել տարբեր AI գործիքներ ու ես դա անում էի ամենօրյա կտրվածքով, ամեն ժամյա նույնիսկ կարելի է ասել, որովհետև AI գործիքները շատ են, հնարավորությունները շատ են, բացի դրանից 22 թվականին նոր էր այդ գործիքները ի հայտ եկել և մասնագետներ էլ չկային, որ վերապատրաստեին, դրա համար ես այն մարդկանցից եմ եղել, ով ինքնուրույն պրպտելով, ճիշտ է, տարիներ աշխատելով, կարողացել եմ հասնել մի արդյունքի, երբ ես արդեն լրիվությամբ հասկանում եմ կրթության ոլորտի խնդիրները, ինչ մարտահրավերների են բախվում մեր ուսուցիչները և մյուս կողմից էլ իմանալով AI գործիքների հնարավորությունները, այդ երկուսը համատեղում եմ և 2025 թվականի սկզբից մենք սկսեցինք շատ ինտենսիվ դասընթացներ իրականացնել դասախոսների, ուսուցիչների համար, կրթության ոլորտի աշխատակիցների համար և մեկ տարվա ընթացքում 3000-ից ավելի մասնագետ մեզ մոտ վերապատրաստվել է եռօրյա և մեկամսյա դասընթացներում։ Մենք պարբերաբար իրականացրել ենք անվճար վեբինարներ, հատկապես ամռանը շատ ինտենսիվ տեմպերով, 8000-ից ավել ուսուցիչ այն ժամանակ մասնակցել է։ Մենք բացի անհատական դասընթացներից նաև տարբեր դպրոցների, համալսարանների, կազմակերպությունների հետ համագործակցում ենք և ամբողջ անձնակազմին ենք վերապատրաստում։ Օրինակ նախորդ ամսվա մեր հերթական գործընկերը Global Bridge-ն էր, որի ուսուցիչների համար մենք առանձին մեկամսյա դասընթաց կազմակերպեցինք։ Հիմա էլ Կայուն զարգացման հայկական հիմնադրամի շահառուների համար ենք մեկամսյա դասընթաց վարում։ Շատ մեծ փորձ ենք ձեռք բերել այս մեկ ամսվա ընթացքում, ինչը մեզ օգնել է, որպեսզի մեր դասընթացները դարձնենք մաքսիմալ արդյունավետ և նպատակային։ Ես նախքան մեր տեղեկատվական հանդիպմանը անցնելը ուզում եմ մի կարևոր շեշտադրում անել։ Ճիշտ է, մենք բազմիցս ենք հայտարարել և Facebook-ի գրառումներում և մեյլերում, որ սա վեբինար չէ, որտեղ ինչ-որ գործիք կամ կոճակ ենք սովորեցնում։ Սա տեղեկատվական հանդիպում է, բաց դռների օր, որտեղ մենք ներկայացնում ենք մեր դասընթացի մասնակից դասվարների ստեղծած աշխատանքները AI գործիքներով, այսինքն դուք ինքներդ ի տարբերություն նրան, որ կարող եք ուղղակի տեսություն լսել, AI-ը ինչ է անում և այլը, դրա փոխարեն մենք ավելի պրակտիկ բան ենք անելու միասին, դուք տեսնելու եք AI-ի պոտենցիալը և ռեալ հնարավորությունները։ Մենք հենց մեր հայտարարությունների մեջ էլ նշել էինք, որ այս բաց դռների հանդիպման նպատակն է, որ դուք տեսնեք ձեզ պես դասվարները մեկ ամսվա ընթացքում AI գործիքներով ինչեր են կարողացել անել ու որ դուք էլ կարող եք անել և սա ձեզ կօգնի, որպեսզի որոշում կայացնեք, արդյոք դուք ցանկանում եք ոնց որ մասնակցել դասընթացների, վերապատրաստվել AI-ով, որպեսզի լրիվությամբ ձեր դասավանդման որակը փոխեք։ Ինձ համար այսպիսի բաց դռների միջոցառումները ավելի կարևոր են, քան ուղղակի վեբինարում ինչ-որ կոճակ բացատրելը, որովհետև ցանկացած նորամուծություն մարդիկ ոչ ճիշտ են ընկալում, հնարավորությունները չեն պատկերացնում։ 10,000-ից ավել ուսուցիչների հետ ես շփվել եմ և մեծ մասը ուսուցիչների մտածում են, որ AI-ը դե ինչ է, ChatGPT-ն այն է, դասի պլան ենք գրում, թեստ ենք կազմում, ինչու է պետք սովորել, բայց դա ամենաթյուր կարծիքն է, որ AI-ի ոլորտում AI-ի հանդեպ կարելի է ունենալ, որովհետև դասի պլան գրելը եւ այլ այդ AI-ի պոտենցիալի երևի 5%-ն է, ու հա ինքը հեշտացնում է ուսուցչի աշխատանքը, բայց այն ահռելի պոտենցիալը, որ AI-ը ունի, օրինակ 3D պատկերներ պատրաստել, սիմուլյացիաներ, վեբ էջեր, ինտերակտիվ թեստեր, թեմատիկ պրեզենտացիաներ, ոչ թե ուղղակի պրեզենտացիաներ, երգեր, բանաստեղծություններ եւ այլը, այդ ամեն ինչի մասին շատ քչերը գիտեն։
Դրա համար մենք այս բաց դռների օրը հայտարարում ենք, որպեսզի դուք ձեր աչքերով տեսնեք, թե ռեալ ինչ արդյունք է հնարավոր ստանալ, եւ եթե ունենք այստեղ ուսուցիչներ, դասվարներ, ովքեր հայտարարությանը լավ չէին ծանոթացել կամ մտածում են, որ այս պահին ինչ որ բան ենք սովորելու, միայն դրա համար են եկել, կարող եք լքել հանդիպումը, ձեր ժամանակը չծախսեք, բայց ովքեր պատրաստ են տեսնելու, թե AI-ը ինչ ահռելի պոտենցիալ ունի եւ ուղակի լինելով դասվար, առանց ծրագրավորման, առանց անգլերենի հմտությունների ինչեր կարելի է սարքել, զարգացնել մտահորիզոնը, որը կօգնի ձեզ վերջնական որոշում կայացնել, արդյոք ուզում եք ավանդական դասավանդումից տեղափոխվել նորագույն դասավանդում, ապա այս դասընթացը, այս ծրագիրը հենց ձեզ համար է։ Ես հերթով կներկայացնեմ մեր ծրագրերը, ինչ ենք առաջարկում, ինչպես ենք մենք դասվարների հետ ձեռք ձեռքի բռնած առաջ գնում ու արդեն պրակտիկ կերպով կներկայացնեմ, թե ինչեր են պատրաստել մեր դասվարները։ Ընդ որում մեկը մեկից հիանալի աշխատանք, մեկ ամսվա ընթացքում ես իհարկե բոլորի աշխատանքները ստուգում էի, ուղղորդում էի, բայց այդ տպավորությունը չէի ստանում, ինչ հետո, երբ բոլորի աշխատանքները իրար կողք հավաքեցի, ուզում էի ձեզ ցույց տամ, հարյուրավոր աշխատանքներ, ստիպված էի ընտրություն կատարել, պատկերացրեք, օրերով այսպես տանջվում էի, որը ցույց տամ, որը թողեմ, որովհետև իրենք շատ հսկայական գործ են կատարել մեկ ամսվա ընթացքում ընդամենը, որը իրենց ամբողջ կյանքի վրա է ազդելու նորագույն մեթոդով արդեն դասավանդելու համար։ Ես առանձնացրել եմ որոշ նյութեր, որոնք ձեզ ցույց եմ տալու։ Իսկ մինչև դրան անդրադառնալը, ընդհանրապես AI-ի մասով ասեմ, որ արհեստական բանականությունը առանձին գիտության ճյուղ է եւ եթե դուք ուզում եք լավ տիրապետել, ուզում եք հասկանալ ոնց կարող եք ձեր աշխատաժամանակը կրճատել ու ավելի հետաքրքիր նյութեր սարքել, պետք է լրջությամբ վերաբերվեք, մտածելակերպ ու գործելակերպ փոխեք AI-ի վերաբերյալ։ Դրա համար մենք այսպես ենք մեր դասընթացները իրականացնում։ Առաջինը, ովքեր դեռ AI ոլորտին ծանոթ չեն կամ ինքնուրույն են փորփրել ինչ-որ միջին որակի նյութեր են կարողանում ստանալ, իրենց համար առաջարկում ենք մեր բազային երրորդյա դասընթացը, որը 3 հանդիպումներից է բաղկացած, 2 ժամով հանդիպում ենք ու այդ ամբողջ 6 ժամվա ընթացքում ես էկրանս կիսում եմ, գործիքները հերթով բացում եմ, բոլոր նյուանսները դասի պլանի կազմելու համար, ինչ նյուանս կա, թեստերի համար, ինչ նյուանս կա, միջոցառումների համար, ինչ նյուանս կա, պրեզենտացիա եւ այլ, այդ բոլորը պրակտիկ քննարկում ենք, շատ ինտենսիվ, տեսաձայնագրություններն էլ ունենում ենք։ Արժեքը բնականաբար մի քանի անգամ ցածր է, ինչ իրական արդյունքն է, 2900 դրամ է ընդամենը ամբողջ դասընթացի համար, որովհետև իմ նպատակն է, որպեսզի մեր ուսուցիչները ֆինանսական որևէ խոչընդոտ չունենան գոնե AI-ի հետ առաջին ծանոթություն ունենալու համար, որովհետև մեր փորձը ցույց է տալիս, որ միչև մեր երրորդյա դասին մասնակցելը շատերը մտածում են դա իմը չի, դժվար է, կամ էլ մտածում են սովորելու բան չկա, բայց երբ գալիս են երրորդյան, տեսնում են, թե նույնիսկ մի բառը, որ գրում եք AI-ին, դա է տարբերություն տալիս, հա մի բառից կախված ձեր պատասխանը կամ լավ է կամ վատ է, այդքան ճիշտ ուղղորդում են ստանում եւ սկսում են իրենց աշխատանքները անել։ Այդ ժամանակ հասկանում են, թե AI-ը ինչ անծայրածիր օվկիանոս է ու հետո գալիս են մեր մեկամսյա դասընթացին են մասնակցում, որպեսզի արդեն ավելի խորացնեն իրենց գիտելիքները։ Ինչպես նշեցի, երրորդյան դա բազային դասընթացն է, բայց շատ ինտենսիվ, որից հետո մենք արդեն առաջարկում ենք խորացված դասընթացը, սա էլ նախատեսված է այն դասվարների համար, ովքեր ցանկանում են իրենց դասերը դարձնել ավելի ինտերակտիվ։ Հենց այստեղ է, որ մենք պատրաստում ենք 3D մոդելներ, սիմուլյացիաներ, ֆլեշկարտեր, խաչ բառեր, վեբ էջեր, թեմատիկ պրեզենտացիաներ, երգեր, բանաստեղծություններ, միջոցառումներ, շատ հետաքրքիր բաներ, որոնք ամբողջովին փոխում են դասվարի, դասավանդման եղանակը եւ ընդհանուր կրթության որակը։ Այս մեկ ամսյա ծրագիրը ես այսօր հենց դա եմ ներկայացնելու, մեր ուսուցիչները մեկ ամսյա ծրագրի ընթացքում ինչեր են ստեղծել։ Մի փոքր նշեմ այդ դասընթացի վերաբերյալ, քանի որ բոլորդ եկել եք այստեղ, ուրեմն հետաքրքրված եք այդ դասընթացով հենց 8 հանդիպում ենք ունենում, շաբաթական 2 օր, 4 շաբաթ, եւ այս դասընթացի
լավագույն կողմն այն է, որ ինքը ներառում է անհատական հետադարձ կապ, այսինքն ուղղակի չենք ցուցադրում ու դուք գնում եք ինքնուրույն պրպտում եք եւ այլը, չէ, ամեն ինչը շատ պրակտիկ, հերթով ես անում եմ էկրանի ցուցադրումով, ոնց սարքենք այսպիսի 3D մոդել, օրինակ եւ այլը, բոլոր նրբությունները ասում եմ, որից հետո տեսաձայնագրությունը տալիս ենք, որ եթե պետք լինի, նայեք, ու դուք սկսում եք ձեր տվյալ թեմայի շուրջ, օրինակ պրեզենտացիան կամ 3D մոդելը սարքել, եւ եթե ինչ որ հարց է առաջանում, չի ստացվում, ինչ որ ուղղորդման կարիք կա, դուք կարող եք լրիվ ազատ եք ինձ գրել Եվ ես ձայնային հաղորդագրություններով արդեն ուղղորդում եմ ու բոլորի տնային աշխատանքները ստուգում եմ։ Տնային աշխատանքն էլ ինչ որ վերացական տնային աշխատանք չի լինում, ամենքը ձեր առարկայի, ձեր թեմայի շրջանակում կազմում ուղարկում եք, ես ստուգում ձեզ հետադարձ կապ եմ տալիս, սա շատ կարևոր է, որովհետև եթե ինչ որ միտեղ կանգ եք առնում հետո շատ դժվար է լինում ինքնուրույն շարունակել, եթե մասնագետը ձեզ չի ուղղորդում, որովհետև AI գործիքները շատ են, եւ փոքր խմբեր ա լինում, արդեն մենք ունենք դասվարների համար առանձին խումբ, Նշեմ, որ դասվարները իմ թուլությունն են, մայրիկս էլ փորձառու դասվար է եւ ես գիտեմ ինչքան դժվար է ձեր գործը, ինչքան եք դուք ձեր երեխաներով ապրում, տարբեր դերեր կատարում դպրոցում ու շատ հաճախ թերագնահատված լինում։ Դրա համար ես առանձնահատուկ եմ վերաբերվում ու բոլոր այսպիսի հանդիպումները եւ մեկամսյա խմբերը դասվարների համար առանձնացնում եմ, որ เป զի մենք միասին փոքրիկ թիմերով հենց կենտրոնանանք տարական օղակի կարիքների վրա։ Այս ընդհանուր դասի վերաբերյալ վերջում կասեմ բոլոր նրանք, ովքեր միջև վերջ կմնան, պրոմոկոդ կտանք, որպեսզի միայն դուք, հա, օգտվեք այսօրվա մեր առաջարկվելիք զեղչից, իսկ մինչև այդ եկեք առաջ գնանք եւ արդեն ես ուզում եմ ցույց տալ կոնկրետ ինչեր են սարքում մեր դասվարները առաջին եւ երկրորդ դասերի ընթացքում ուշադրություն դարձրեք, որևէ տեսություն չկա, հենց առաջին եւ երկրորդ դասերը լինում է, իրենք արդեն իրենց նյութերը պատրաստում ուղարկում են ու շատ դեպքում հենց հաջորդ օրն էլ դասարանում օգտագործում են։ Ուզում եմ այն գլխից էլ ասեմ, որ այսպիսի նյութեր, որ տեսնեք, դրանք ստեղծելու համար ձեզ ընդհանրապես պետք չի որևէ ծրագրավորման, նույնիսկ համակարգչային ինչ-որ մեծ գիտելիքներ կամ անգլերենի իմացություն, ձեզ պետք է ընդամենը համակարգիչ կամ հեռախոս, ինտերնետ ու վերջ։ Մնացածը ես սովորեցնում եմ։ Ու այն ամենը, ինչը ցույց կտամ, 90%-ը ստեղծվել է անվճար գործիքների միջոցով, այսինքն դուք ստիպված չեք լինի վճարել AI-ի համար, որպեսզի կարողանաք ձեր նյութերը սարքել։ Դրա համար ես իմի եմ բերել, ընտրել եմ լավագույն գործիքները այս պահի դրությամբ ուսուցչի համար։ Նշեմ, որ ինքս էլ շատ եմ վերապատրաստվում, նոյեմբերին հենց Google կազմակերպության կողմից եմ վերապատրաստվել, հավաստագիր ստացել ու դեկտեմբերին այս բոլոր հնարավորությունները, որ բացվել է, նախկինում չկա։ Ես սկսեցի այս դասընթացի ծրագիրը մշակել ու այս պահին մենք Հայաստանում միակ ընկերությունն ենք, որը սովորեցնում է այս տիպի, այս խորության ինտերակտիվ նյութեր պատրաստելը, այն էլ դասվարների առանձին խմբով։ Այնպես որ ձեզ շատ հետաքրքիր բացահայտումներ է սպասվում, որպեսզի տեսնեք, թե թեմաները ինչպես կարող եք բացատրել երեխաներին, ինչ ինտերակտիվ նյութեր կարող եք օգտագործել փոխանակ բառերի կամ թվերի։ Եկեք առաջ գնանք, կխնդրեմ, եթե ընթացքում ինչ որ հարցեր է ծագում, մտածում եք, որ դա ձերը չի կամ ուզում եք հասկանալ որտեղից պետք է սկսեք, որ դասընթացից սկսեք եւ այլ այդպիսի հարցեր, որ ծագում է, գրեք ջեր մթնոլորտում մենք հարց ու պատասխան կանենք։ Նորից եմ նշում, ինչպեսի վեբինար չի, ցույց չեմ տալու ինչպես պատրաստենք, որովհետև այս ամեն ինչը փոխկապակցված է իրար։ Որևէ մի բան չես կարող վերցնել, ասել սա այստեղ մտիր, որ անես, չէ, այդ 1 ամիսը հենց դրա համար է պետք, որ բոլոր նյուանսները առանձին սովորեք ու համակարգային ձևով դուք կարողանաք տիրապետել։ Դուք այս պահին ուղղակի տեսեք այս հնարավորությունը, վայելեք եւ մտածեք, արդյոք ուզում եք դուք էլ ձեր կրթությունը տեղափոխել այսպիսի ինտենսիվ գործիքների աշխարհ, թե չէ։ Okay, հիմա եկեք գնանք առաջ։
Էս շատ կարևոր է, որ դուք հասկանաք, ձեզ սա պետք է թե չէ։ Դե իմ կարծիքով բոլորին է պետք, անխտիր, որ เป զի դուք եւ ձեր ժամանակը կրճատեք եւ դասերը հետաքրքիր դարձնեք, որովհետեւ առաջին դասարանի սկսած էլ երեխաների ուշքը ու միտքը հեռախոսն է, երբ չոր կանգնում խոսում ենք, իրենց դա ընդհանրապես հետաքրքիր չի։ Դրա համար մեր դասվարները այսպիսի հետաքրքիր սիմուլյացիաներ են մտածել, որ տեխնոլոգիական լեզվով խոսեն աշակերտների հետ, բայց միևնույն ժամանակ առաջին պլանում դնելով բովանդակությունը։ Ուրեմն մենք առաջին դասին, նախ երրորդյա դասը երբ անցնում ենք, կամ եթե չեք անցնում, բայց դուք գիտեք, որ բավարար գիտելիքներ ունեք AI-ից, տեսական նյութեր պատրաստելու մասին, գիտեք ինչպես ճիշտ հրահանգներ գրել, AI-ի հետ ճիշտ հաղորդակցվել, մենք արդեն մեկամսյա դասում, հենց առաջին ժամին, սկսում ենք ուսումնասիրել նոթբուք LM-ը իր բոլոր նյուանսներով, Ժորժ ջան, ցանկացած ծրագիր մենք չենք կարող ուղակի բացել ու սկսել աշխատել, մինչև չգիտենք, թե ինքը որ դեպքում լավ կաշխատի, որովհետև եթե այդ որը չենք իմանում, այդ դեպքում ինքը մեզ միջին պատասխան է տալիս, սխալներով է տալիս, անորակ նյութ է տալիս ու ժամանակի կորուստ ենք ունենում։ Դրա համար շատ կարևոր է, որ դուք մասնագետի կողմից ուղղորդում ստանաք, որ մեկ ամսվա օրինակ կամ երկու ամսվա ընթացքում սովորեք այդ ամեն ինչը ու հետո ինքներդ իդեալական ամեն ինչը անեք։ Ես անկեղծորեն եմ ասում, ինքս կերազեի 20,000 չէ, 120,000 էլ վճարեի, որպեսզի այսպիսի դասի մասնակցեի, իմ տարիներս չանցկացնեի ինքս փրփրելով, որովհետև այս ամենը, ինչը մենք սովորեցնում ենք, նույնիսկ արտասահմանյան որևէ դասընթաց այս գիտելիքները չի տալիս։ Ես ստիպված օրերով, ամիսներով, տարիներով նստել, սովորել եմ, հասկացել եմ ինչ անեմ, որ ուսուցչի համար լավ լինի ու այդ տարիների չարչարանքը պատրաստի մի ամսում մատուցում եմ ձեզ։ Շատ հետաքրքիր ինտենսիվ գործիքակազմ ունեն AI գործիքները, այնպես որ մնացեք, որպեսզի տեսնեք AI-ի կատարած հրաշքներին։ Նախքան այդ ինտերակտիվ նյութերին անցնելը, մենք մեր մեկամսյա դասընթացի առաջին դասի ժամանակ ուսումնասիրում ենք, թե ինչպես կարող ենք AI-ի միջոցով կազմել որակյալ դասի պլաններ, թեմատիկ պլանավորում, միջոցառման սցենարներ, թեստեր եւ այլը եւ այլը։ Օրինակի համար ասեմ, մի շաբաթ առաջ քույրիկիս երեխաներ խոսում էինք, ասում է շրջակայից պետք է քննություն տանք, չգիտենք որ ֆորմատով է լինելու, ինչ է լինելու։ Ես էլ որպես մտահոգ մարդ, ով գիտի, որ AI-ով դա կարելի է շատ արագ անել, 1 ժամվա ընթացքում ես եւ շրջակա աշխարհի երկրորդից 4-րդ դասարանների բոլոր թեմաներով, այնտեղ առանձին գլուխներ կա, չէ, ամեն թեմայի շուրջ առանձին թեստեր սարքեցի, հետո ամբողջ գրքի շրջանակում առանձին, հետո նորից ամբողջ 3 գրքերի շրջանակում, չգիտեմ, քանի թեստեր ստացվել, այն որ 1 ժամվա ընթացքում ընդամենը, բայց այդ ամենը, որպեսզի որակով դուք կարողանաք անել, պետք է ջանք գործադրեք, ժամանակ գործադրեք, սովորեք ինչպես հաղորդակցվել, որ դա կարողանանք անել։ Այստեղ տեսեք բոլոր թեստերը ինքը պատրաստի ոնց է տրամադրում, երբ իրեն ճիշտ ենք ուղղորդում։ Ու ճիշտ ուղղորդել տարբեր բաներ ա իրենից ենթադրում։ Այս տեսականն է, թե լինի թեմատիկ պլանավորում, նախագծային եւ այլ, արդեն դուք այդ գիտելիքը ունենում եք, որպեսզի կարողանաք շատ արագ կոնկրետ գրքերի հիման վրա անել։ Ու երևի եթե AI-ի հետ աշխատում եք, գիտեք, որ սովորական AI գործիքները իրենք հնարավոր է հորինեն, ինչ որ բաներ տան, որը դասագրքում չկա, կամ ինչ որ բաներ տան, որը այդքան էլ որակով չի եւ այլը, կամ դասագրքում կա, բայց չտան։ Մենք այդ ամեն ինչը հաշվի առնելով ցույց ենք տալիս հենց այն եղանակները, որ դուք ցանկացած պահի, ցանկացած նախադասության վրա սեղմում եք ու կարողանում եք տեսնել այդ որ դասագրքի որ էջումա գրված եղել, որ վստահ լինեք, ինչ որ AI-ը սխալ բաներ չի հորինել։ Բացի դրանից, այդ առաջին ժամվա ձեր գիտելիքներով դուք կարող եք ոչ միայն երեխաների համար այդ ամեն ինչը պատրաստել, այլ նաև ձեր կամավորի ինչքան գիրք կա, միջև 50 գիրք կամ միջև 300 գիրք կարող եք ներբեռնել, ինքը այդ գրքերի հիման վրա թեստեր կազմի եւ դուք լուծեք թեստերը, AI-ը ստուգի, ձեզ ուղղորդի եւ այլ, ոնց որ կամավորին պատրաստվելու անհատական հիանալի ձև է AI-ը, եթե ճիշտ եք իմանում, որը ոնց օգտագործենք։
Այդ մի առաջին դասի ընթացքում մենք այդ ամեն ինչը անում ենք, ցույց ենք տալիս, որից հետո դուք սկսում եք ձերը կազմել եւ ես ստուգում եմ հետադարձ կապ եմ տալիս։ Երկրորդ դասից սկսվում է մեր ինտերակտիվ աշխարհը եւ անցնում ենք ամենահեշտ մասին պրեզենտացիաներ ստեղծելուն։ Ընդ որում պրեզենտացիաներ շատ տարբեր AI-ներով կարող եք պատրաստել։ Gamma AI կա, այնտեղ չինական նոր AI է հայտնվել, Slides.go եւ այլը կամ էլ Google Slides, PowerPoint եւ այլ սովորական ծրագրերով։ Այստեղ շատ կարևոր նրբություններ կա, որ պետք է հասկանաք, որ թեման կոնկրետ որ ծրագրով է ավելի լավ իրականացնել է կամ ոնց պետքա դուք հրահանգը գրեք, որ տվյալ ծրագրում ձեր ուզած ոճի վիզուալի պրեզենտացիա ստանաք։ Հենց մենք դրա վրա ենք կենտրոնանում։ Այսինքն ամեն ինչը արվում է, որպեսզի դասվարը այն պրեզենտացիան կարողանա ստանալ, որը հետաքրքիր է լինելու իր աշակերտներին, այլ ոչ թե ուղղակի տեքստը վերածի պրեզենտացիա, այնքան որ արագ ստանա։ Ու դուք այն ժամանակը, որը ծախսում եք ձեռքով պրեզենտացիա անելու համար, նույն ժամանակում կարող եք մի քանի տասնյակ պրեզենտացիա անել AI-ով ու որակների մասին էլ չխոսեմ։ AI-ի տված որակը մի քանի անգամ գերազանցում է մեր ձեռքով ստեղծած այդ պրեզենտացիաների որակին, եւ այստեղ ձեզ պետք չի լինում ժամերով տանջվել, գնալ նկարներ քաշել, բերել, դնել, ինքը շատ թեմատիկ, տեսեք օրինակ այստեղ ես ցույց կտամ, տեսեք ինչքան հետաքրքիր է այդ պրեզենտացիաները սարքում, ընդ որում օրինակ սա օտարի ուսուցումն է, եկեք տառերից սկսենք։ Այս ամենը, ինչը ցույց եմ տալիս, մեր դասվարները ստեղծել են երկրորդ դասից հետո, առաջին փորձն է կյանքում իրենց, որպեսզի կարողանան այս պրեզենտացիան սարքել, ու երբ սովորել են, այս պրեզենտացիան սարքելը ընդամենը 5 րոպե է իրենցից խլել։ Ու շատ կարևոր է նշեմ, որ սա իրենց ճաշակով է պատրաստված, հա, դուք կարող ա լրիվ ուրիշ գունային գամմա եք ուզում, լրիվ ուրիշ բովանդակություն եք ուզում մտցնել, երբ սովորում եք արդեն ինքնուրույն կարողանում եք ձերը անել, բայց մեր դասվարները շատ լավ են արել ու ես ոչ մի բան չեմ խմբագրել, ոչ մի բան չեմ լավացրել, այս ցույց եմ տալիս այն պրեզենտացիաները, որը հենց առաջին անգամից իրենք ստացել են։ Բնականաբար այդ մեկ ամսվա ընթացքում այսպիսի աշխատանքներ անելով իրենք շատ են հղկվել եւ դրանից հետո արդեն մի քանի անգամ ավելի որակյալ նյութեր են սկսել սարքել, բայց ես դրանք չեմ ցույց տալիս, ես հենց ցույց եմ տալիս այն, որը դուք էլ կարող եք ստեղծել երկրորդ դասից սկսած։ Այսպես հերթով եկեք տառերի ուսուցումից մեր դասվարները առաջին դասարանում դասավանդող դասվարներ շատ ունենք։ Տեսեք, օրինակ, ինչքան է թեմատիկ բերում, հա, այս մտմտիկը, պրպտիկը, հասկը, ցորենը, ոնց է համ գույները համադրում, բառերը համադրում, ինչ պետքա լինի, որ երեխան վիզուալ տեսնի ու ամեն ինչ կարողանա պատկերացնել։ Ընդ որում դուք կարող եք, եթե հնարավորություն կա պրոյեկտորով ցույց տալ կամ այդ պահին նոթբուք, համակարգչային սենյակ եթե ունենք, այդպես ցույց տակ, որպեսզի իրենց համար ավելի հետաքրքիր լինի։ Տեսեք, նույնիսկ վարժություններ, հա, անմիջապես այդ պրեզենտացիայի մեջ, որպեսզի երեխաները ոչ թե ուղակի տառի մասին լսեն կամ այն պատից կախած հին տառերը տեսնեն, որը միշտ են տեսնում, հոգնել են, այլ այսպիսի հետաքրքիր պատմություններով, նաև իրենց նախընտրած մուլտ հերոսներով, հա, սարքեք դուք իմանալով ձեր աշակերտների նախասիրությունները, այսինքն մեր նպատակը նա է, որ օգտագործելով այդ AI հնարավորությունները կարողանանք աշակերտների խնդիրների, կարիքների վրա հիմնվենք, չեմ ասում մենք էլ այսպես ինչ-որ տեխնոլոգիաներ դասավանդենք, չէ, բայց եթե հիմա տեխնոլոգիաների դար է, իրենք այդպես են ընկալում ճիշտը, այդպես են ընկալում, մենք էլ պետքա բովանդակությունը միշտ առաջին տեղում դնելով այսպիսի հետաքրքիր վիզուալներ սարքենք։ Ու մեր ուսուցիչների փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ բարձր դասարաններում էլ, երբ այսպիսի նյութերով են ներկայացում դասը աշակերտներին, իրենք շատ հետաքրքրված են լինում, այսա 3D մոդելները, որ ցույց տամ, այն ընդհանրապես վերջն է, ու իրենք չեն էլ հասկանում, թե ինչպես այդ դասը սովորեցին, իրենց թվում է, թե իրենք խաղում են, բայց դասը
իրականում սովորում են։ Տեսեք ինչքան հետաքրքիր է տարբեր տերևների կամ գնդակների շարքում, օրինակ, այստեղ մեր ուսուցիչը ներկայացրել է տառերը եւ ասում է ինչպես պետք է գտնել Ծ տառը։ Ժորժ ջան, այս յուրաքանչյուր պրեզենտացիա, որ ցույց եմ տալիս, ոչ մի բան ձեռքով արած, բերած, մցրած չի։ Սա ընդհանրապես ճիշտ գործիք օգտագործելով, ճիշտ հրահանգ գրելով, ճիշտ ուղղորդմամբ ստացած պրեզենտացիա է րոպեների ընթացքում։ Տեսեք, ինչքան է լավ, ես շատ եմ հպարտանում մեր ուսուցիչների սարքած պրեզենտացիաներով ու մնացած նյութերով։ Եվ այսպես մնացածը արագ-արագ կթերթեմ, ուղղակի որ տեսնեք ինքը ինչքան տարբեր հետաքրքրություններ ունի եւ կարող եք ձեր կարծիքը գրել, օրինակ, ինչ եք մտածում երեխաները, դուք փորձարկել եք արդյոք տարբերություն նկատում եք, երբ այսպիսի նյութեր եք օգտագործում կամ ձեր կարծիքը գրեք, օրինակ, ինչը լավ կլիներ, որ ձեր մտքով անցնում է, օրինակ, հնարավոր է, կարող եք հարցեր տալ, հնարավոր է, այս ինչը անենք, ինչ որ ձեր մտքով անցնում է, ինչ որ ձեր փորձից ելնելով մտածում եք, որ լավ կլիներ, էս էլ անեինք, էս էլ լիներ, որ մեր դասը հետաքրքիր լիներ։ Կարող եք նշել այդպիսի դեպքեր, ես սիրով կանդրադառնամ ու կասեմ, արդյոք հնարավոր է արագ հեշտ AI-ով դա անել, թե չէ։ Տեսեք, օրինակ, այս մեկը յուրաքանչյուր պրեզենտացիայում այնքան հետաքրքիր բաներ կա, օրինակ, այս մեկը փտառը, որ անցնում ենք, թաքուն տեղերում փտառը գրված է եւ ուսուցչուհին ասում է գտիր փտառը, որից հետո ծառերի վրա արդեն լուսավորվում են եւ իրենք տեսնում են ճիշտ են գտել թե չէ։ Այս մեր ուսուցչուհին է մտածել, որ այսպիսի բան անի ու հիմնականում պրեզենտացիաները հենց գրքերի հիման վրա են անում, որ เป զի մաքսիմալ հետաքրքիր լինի երեխաների համար։ Տեսեք ոնց են իրար ձեռքի բռնած, այսպես արդեն յուրաքանչյուր տարով դուք ինչ որ պատկերացնում եք, ինչքան գունագեղ է, հա, այս աշխարհը, որ կարող եք աշակերտներին մատուցել ավանդական այսպես բառերով կամ ինչ որ քարտերով խաղալու փոխարեն։ Հա, իմիջիայլոց քարտերն էլ իրենց տեղը ունեն, AI-ը այդ հնարավորությունն էլ է տալիս, որ դուք սարքեք քարտեր, պաստառներ եւ այլը եւ պրինտ անեք, տպեք ու եթե ինտերնետ չունեք կամ եթե նախընտրում եք այդ տարբերակը, շատ հետաքրքիր նկարներ, սկսած ինքնուրույն գունավորելու այդ գրքերից, վերջացրած միջև պաստառներ, մեծ պաստառներ, որը դուք րոպեների ընթացքում կարող եք ստեղծել ինքներդ ձեր թեմայով, ոչ թե գնաք տպագրատուն, այնտեղ իրենց պատվիրեք, լիքը գումար ծախսեք, այլ պատրաստի կարող եք այդ պաստառը ստեղծել, հեսա էդ էլ եմ ցույց տալու ու ձեզ մնա միայն տպելը դասարանում էլ, դասարանական անկյունում էլ կախեք, կամ էլ օնլայն ցույց տաք։ Այս էլ էս հաջորդ պրեզենտացիան, ինչ հետաքրքիր մտքեր որ ունեք, հարցեր որ ունեք, կարող եք գրել, ես ձեզ կպատասխանեմ, AI-ը այս պահին այդպիսի հնարավորություն ունի, թե չէ։ Այստեղ օրինակ մեր ուսուցիչը մտածել է, որ ուզում է հանելուկներ էլ նշի, դուք ոնց պատկերացնում եք, ոնց ուզում եք, զվարճալի խնդուկներ է այսել, որ ձեր պրեզենտացիան լինի, այդ ձևով էլ կարող եք անել։ Տեսեք ինչքան հետաքրքիր է, այս հերոսներին էլ ենք մենք ընտրում, ովքեր լինեն այստեղ։ Էսա այս պրեզենտացիաների մասը ավարտեմ, նորից եմ ասում, սա ամենափոքրիկ մասն է, այն որ պարտադիր մասն է, հետո հարց ու պատասխան կանեմ, որից հետո կանցնենք արդեն պաստառներին, ինչ պաստառներ կարող եք պատրաստել։ Էս էլ Ռ տառն է, էլի պետք է գտնենք այստեղից որ տառն է Ռ տառը, բառեր ենք նշում, տեսեք ինչքան պատկերավոր է, հա, նկարները տեղադրված, որ เป զի երեխաների մոտ տպավորվի։ Ու այսպես, վերջում էլ մեր մաթեմատիկ պրպտիկը մեզ ասում են կեցես, հա, մաթեմատիկայի մասով էլ կարող եք շատ ինչ մտքներով տանցնի, ոնց այս տառերի մասով եք տեսնում, նույնը կարող եք դուք անել բոլոր դասարանների համար, ես եւ շրջական էլ շատ հետաքրքիր պրեզենտացիաներ տալիս, դե բնականաբար, տեսեք ինչքան լայն տարբեր թեմաներ են ու մաթեմն էլ, կարող ենք մենք այսպես, օրինակ սա երկնիշ թվերի անտառն է, տեսեք ոնց ենք բացահայտում 10 թիվը, այս էլ եմ ես շատ հավանել, ինքը այսպես ցույց է տալիս, գումարումն է բացատրում, ինչքան կտպավորվի երեխաների մեջ, եթե մենք միացնենք ու այս ձևով ցույց տանք։ Այսպես գտիր թաքնված թիվը։ Ահա։ Այս էլ ենք թաքնված թիվը գտնում, այսինքն պրեզենտացիան միայն պարտադիր չի
որ ինչ որ թեմա բացատրի, լիքը խաղեր, այսպես կարող ենք մենք հենց էկրանին ցուցադրել, որ այդ պահին երեխաները խաղան կամ ֆիզկուլ դադարի համար ինչ որ առաջադրանք գրեք էստեղ, ինչ պետք է անեն եւ այլն ոնց պետք է անեն, որ เป զի իրենք դա անեն։ Տեսնում եք, 1-ից մինչև 20-ը սկսում ենք հաշվել, այսպես։ Ես երբ տեսնում եմ այսպիսի նյութեր, այնքան եմ հիանում ու մտածում եմ ինչքան լավ կլիներ, որ իմ ժամանակ էլ այսպիսի բաներ լինեն։ Էլ չեմ ասում, որ շատ հաճախ եմ հիշում իմ համալսարանում դասախոսելու տարիները եւ մեծ ափսոսանք եմ տանում, չնայած 2022 թվականն է մինչեւ դասավանդել, 23 թվականից AI-ը հայտնվել է եւ ես կենտրոնացել եմ լրիվ AI-ի վրա արդեն, բայց պրեզենտացիաները ես տանջվում, չարչարում էի գիշերները նստած, դասի պլաններ, ծրագրեր եւ այլն, մեկը անհամեմատելի էր որակը, եթե այս ծրագրերը այն ժամանակ լիներ, ինչեր կարելի է անել։ Դրա համար ես ուզում եմ, որ հնարավորինս շատ ուսուցիչներ իմանան այս հնարավորությունների մասին, որ เป զի դուք էլ երբ որոշում կայացնեք, որ ուզում եք կտրուկ ձեր գործը, գործելակերպը փոխել, դասավանդման մեթոդները, կարողանաք հստակ հիմք ունենալ, ինչու է պետք դա սովորել, ինչու է պետք դրանով առաջնորդվել։ Տարբեր երկրներում արդեն AI-ը ծրագիր են որպես ներդրել, այսինքն աշակերտներն էլ են AI սովորում, որովհետև ինքը շատ կարևոր է ու ուսուցիչների համար լավագույն գործիքներից է, որ եւ այսպես հետաքրքիր լինի աշակերտների համար եւ դուք ձեր աշխատանքը խնայեք, աշխատաժամանակը խնայեք։ Հիմա մեր ուսուցիչները, ովքեր մեկամսյա դասը անցնում են, ասում են նախկինում, եթե մի ժամում օրինակ մեկ կամ երկու դասի պլան կկազմենք, այդ նույն ժամանակում մենք գրեթե կիսամյակի կեսը արդեն անում ենք։ Էլ չեմ ասում, որ կողքից էլ այսպիսի ինտերակտիվ նյութեր, այսինքն եթե հնարավորություն կա, որ դուք ավելի քիչ աշխատեք, բայց ավելի որակյալ նյութեր ստեղծեք, ոնց կարելի է այդ հնարավորությունը բաց թողնել։ Սա իմ անհատական կարծիքն է, ընդ որում AI դասընթացները ընդհանուր առմամբ շատ թանկ են մեր Հայաստանում, բայց մեր կենտրոնում մենք հնարավորինս մատչելի ենք դնում ի համեմատ այն փորձի գիտելիքների, որ փոխանցում ենք անհատական հետադարձ կապի, որ เป զի ուսուցիչների համար որևէ ֆինանսական խնդիր չլինի, կարողանան բոլորն էլ իրենց կյանքի որակը փոխել, իհարկե ովքեր ցանկություն ունեն ավանդական կրթությունը դարձնելու նորարար եւ ժամանակը օպտիմալ օգտագործելու։ Այստեղ էլ օրինակ ունենք մեր գաղտնի բազան, ինչ որ գաղտնի կոդեր է ստեղծել մեր ուսուցիչը ստանդարտից դուրս փորձել է հետաքրքիր բաներ ստեղծել, այսպես տրամաբանության ժամ է հայտարարել, հերոսը պետք է ուշադիր լինի, ով է ավելորդ եւ այլը։ Տեսեք ինչքան հետաքրքիր գունային ձևով կախարդական բառերն է ցուցադրում եւ այլը։ Այս ոճը նկարները այսպես լինեն, ռեալիստական լինեն, մուլտֆիլմից լինեն, հեքիաթից լինեն, թե որտեղից լինեն, սա դուք եք որոշում։ Այսպես, հա, այստեղ էլ մենք ունենք օրինակ խաչբառներ, այսա խաչբառներին առանձին կանդրադառնանք, դուք կարող եք հետաքրքիր խաչբառներ ստեղծել, երկխոսություններ ստեղծել տարբեր հերոսների, կերպարների միջև, այսքանը դեռ պրեզենտացիայի շնորհիվ է, տեսեք ինչքան տարբեր ֆունկցիոնալություն ունի, հա, միայն պրեզենտացիա ասվածը։ Ինչ որ բացատրություն կարող ենք այսպես տալ, որպեսզի իրենց մեջ տպավորվի եւ այլը։ Ժամանակի զգացողության մասին է այս մի պրեզենտացիան, ժամանակի միավորներն ենք ցույց տալիս, հա, մեր ուսուցիչը այս ֆորմատով է որոշել ինչ որ խաղային տեսքով, կախարդական աշխարհի տեսքով, հա, ստուգել երեխաների գիտելիքները, աչքերը փակում ենք եւ փորձում ենք հարցերին պատասխանել եւ այլը եւ այլը։ Էս էլ է, ես հերթով բոլորը դիտարկում եմ, ստուգում եմ եւ այլը, որ เป զի մաքսիմալ կարողանամ իմ խորհուրդներով օգտակար անհատական հետադարձ կապ տա։ Տեսեք, ես էլ մաթեմատիկայի մասով ինչքան բազմաֆունկցիոնալ են պրեզենտացիաները։ Մենք կարող ենք նաև ընդհանուր գրքի հիման վրա պրեզենտացիա անել, ընդհանուր գլուխը ամփոփելու հիման վրա անել, օրինակ ամփոփման դասին պարտադիր չի էլի, որ առանձին դաս լինի կամ ընդհանուր ինչ որ հանդես միջոցառում ենք ստեղծում, հենց այդ միջոցառման համար անենք այդ պրեզենտացիան, որ թեմայով, որ ձեզ անհրաժեշտ է։ Այս էլ մաթեմատիկայից է կրկին ծավալ եւ տարողություն ենք բացատրում մեր այս փոքրիկների օգնությամբ։ Տեսեք, էլի ինչքան հետաքրքիր ձևով է այս ամեն ինչը ներկայացված։ Չափման միավորներն ենք բացատրում երեխաներին,
այգը մեզ օգնում է, որպեսզի մեկնաբանենք իրենց ծանոթ այգը։ Այսպես։ Տեսնում եք լիտր, միլիլիտր կամ սանտիմետր, դեցիմետր, այս որ դժվար են միշտ հասկանում աշակերտները, ոնց կարող եք վիզուալ առումով այնպես անել, որպեսզի իրենք դա ավելի լավ հասկանան, բացի դրանից կարող եք անմիջապես վարժություններ էլ դնել, լուծումներն էլ դնել, որպեսզի կարողանաք այդ ամեն ինչը ներկայացնել։ Տեսեք, այստեղ էլ խնդիր ենք դրել, խորանարդիկներով ենք բացատրում, այս էլ է շատ հագեցած պրեզենտացիա է։ Ընդ որում մի գաղտնիք էլ բացեմ, մեր այս նախորդ փետրվար ամսվա դասընթացի դասվարների մեծ մասը փորձառու դասվարներ են եղել 50+ տարիքի, ովքեր նստել են, AI-ը սովորել են ու ամեն դասից հետո այսպիսի հրաշք նյութեր են ստեղծել։ Սա նշում եմ նրա համար, որ դուք էլ երբևէ չմտածեք, որ տարիքը կարող է խոչընդոտ լինել։ Այո, գուցե ինչ որ ծրագիր սովորելու, համակարգչային ծրագիր սովորելը ավելի դժվար կլինի, բայց AI-ով այսպիսի բաներ անելու համար ընդամենը ձեզ հերիք է ինտերնետ, տրամադրվածություն, ժամանակ տրամադրել, սովորել մասնագետից ճիշտ ուղղորդում ստանալ եւ փորձարկել ամենակարևորը անեք, ձեր սխալների վրա սովորեք, ուղղորդում ստանաք, շարունակեք անել ու ամեն ինչը այդ տարբերակով եթե անում ենք, հիանալի ստացվում է։ Դրանից հետո ես պաստառներն եմ ներկայացնելու, թե դուք ինչպես կարող եք պատրաստի տարբեր թեմաներով պաստառներ սարքել եւ դա տպել կամ էկրանին ցուցադրել, որից հետո ամենահետաքրքիր մասը կլինի 3D մոդելներ, սիմուլյացիաներ եւ վեբեջեր պատրաստելը։ Ես այս հերթականությամբ եմ գնում, որովհետեւ մենք էլ մեր դասընթացին բարձից բարձ սկզբունքով ենք գնում, որպեսզի միանգամից չծանրա բեռնվենք։ Այսպես, հիմա տեսնեմ զրուցարանում ինչ հարցեր ունենք, ինչ կարծիքներ ունենք, անդրադառնամ դրանց եւ դրանից հետո արդեն մենք առաջ շարժվենք։ Վայ, այս մեր մեկամսյա դասընթացից էստեղ եք, Տաթևիկ ջան, շատ ուրախ եմ, ողջունում եմ ձեզ, ինչ լավ է, որ ձեզ տեսնում եմ, Լիլիթ ջան, դուք էլ եք էստեղ, ձեռք եք բարձրացրել, շատ լավ է, ես հիմա բան կանեմ, Լիլիթ ջան, եթե ուզում եք ինչ-որ բան ասել, կարող եք ասել, ես միկրոֆոնները միացնեմ, դուք ասեք, որից հետո առաջ շարժվենք, մնացած հարցերին էլ կպատասխանենք։ Լիլիթ ջան, ողջույն, ինչ ուրախ եմ, որ միացել եք։ Ձեր Ես աշխատանքներից էլ տեսակ։ շատ ուրախ եմ, Մարիաննա ջան, որ էլի քեզ տեսա այդ քո բարի ժպիտը։ Ողջունում եմ բոլորիդ, հարգելի գոլեգաներ, ես Լիլիթն եմ, աշխատում եմ Նեղոցի հիմնական դպրոցում ու մասնակցել եմ այս հրաշք մասնագետի մեկամսյա ծրագրին, փետրվար ամսին է կայացել, հա իրոք հրաշք։ Շնորհակալ եմ, ինձ չէի սպասում, որ միացել եք։ Ապրենք ջան, չեմ ընդհատում, ասեք։ Որպես արդեն դասընթացն ավարտած մարդ, բնականաբար բոլորիդ անխտիր խորհուրդ եմ տալիս սիրելիներս, որովհետև ինքը բավականին հագեցած ու գիտելիքներով զինող դասընթաց է, միանգամայն ճիշտ է Մարիաննան, որ ձեր գործը 10 անգամ եւ ավելի հեշտանալու է, եւ դուք եք ձեզ լավ զգում եւ դասն է հիանալի անցնում ու հետաքրքիր ամենակարևորը խորհուրդ եմ տալիս, չգիտեմ, մի խոսքով բոլորդ Լիլիթ ջան, շնորհակալ եմ։ Դուք ձեր սեփական փորձը ասեք, հիմա ինչ եք անում, այսպիսի հրաշք նյութեր, հավանաբար ձերից էլ ցույց կտամ, որովհետև շատ էին աշխատանքները։ Ես այսպես արագ բացել եմ, այնքան որ ցույց տամ, կարծում եմ ձեր աշխատանքներն էլ կլինեն այստեղ։ Ինչ եք անում արդեն, պատմեք ձեր առօրյայի մասին։ Նախ ասեմ, գիտես Մարիաննա ջան, որ տարակարգ եմ պատրաստվում, գործս շատ հեշտացել է կապված թեկուզ դասապլանների եւ այլն պրեզենտացիաների, դասին
եմ կիրառում AI, այդ ինձ շատ է օգնում։ Դասավանդում եմ առաջին դասանում, ինչը բավականին հեշտացրել է գործս։ Երեխաներին այսօր պետք է տեսողական հետաքրքրություն, իսկ AI-ը դա ապահովում է։ Հա, Տեսանյութն է շատ հետաքրքիր դիտում։ Մի քանի օր առաջ Թումանյանական հրաշքոր ունեցանք։ օй, Բոլորը սովորեցրած հմտություն մի խոսքով շատ ես երջանիկ գիտեմ։ ապրեք շատ Լիլիթ ջան, ուրախ էի նորից ձեզ լսել։ Ամենակարևորը քո կյանքում հայտնվում է մի մարդ, ով միշտ պատրաստական պատասխանում է քո հարցերին, միշտ քո կողքին է իր խորհուրդներով, ու ինքը Մարիաննան է։ Լիլիթ ջան, ես ինչ հուզեցիք ինձ, ես պատրաստ չէի սրան։ Շնորհակալություն շատ։ Էմոցիաներ էր Մարիաննա ջան։ Հա, անկեղծ էմոցիաներ, ես էլ անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում, կարևորը շատ ուրախ եմ, ինձ իրոք երջանկացնում է, երբ ուսուցիչները, հատկապես դասվարները խտրականություն են միշտ դնում, կարողանում են իրենց աշխատանքը ավելի հետաքրքիր դարձնել, ավելի նորարար, խնայելով իրենց ժամանակը։ Շատ շնորհակալություն Լիլիթ ջան, հուսով եմ, որ ինչքան որ գնաք, ինչքան առաջ գնաք, փորձ ձեռք բերեք, ավելի ու ավելի լավ նյութեր կսարքեք, ինչպես գիտեք, մեր Telegram-ի ձեր խումբը միշտ լինելու է, կապի մեջ կլինենք, աշխատանքներով էլի կկիսվեք, հարցեր էլ լինի, խմբում կգրեք, էլի ժամանակ ունենամ կգամ ձեր խմբի հարցերին էլ կպատասխանեմ։ Շնորհակալություն շատ։ Ըհը։ Այս էլ մեր փոքրիկ ընդմիջումը շատ Ես շնորհակալ էլ կարող եմ մի երկու խոսք էլ ես ասեմ, Մարիաննա ջան, Նարինեն Նարինե ա ջան, գրիգորյան։ օй, մեր ամենաակտիվ մասնակիցներից, հա, Նարինե ջան, Այդ 50 պլյուսի մեջ, որ դուք նշեցիք։ ինչի մեջ։ 50 պլյուս տարիքի 50 պլյուս, հա։ ուսուցիչների։ Ես էլ եմ շնորհակալ, Մարիաննա ջան, ձեր շնորհակալություն եմ հայտնում հետաքրքիր, օգտակար, ուսուցանող, բովանդակալից դասընթացի համար։ Նոր շունչ, մոտիվացիա հաղորդեցիք, զինեցիք նոր գիտելիքներով եւ խորհուրդ եմ տալիս դասվարներ ջան, մասնակցեք, որն ավելի կրկին անգամ ձեր գործը հեշտացնում է։ Ես էլ եմ պատրաստվում տարակարգին, թեմաները, պլաններ ստեղծում եմ, պրեզենտացիաներ եմ ստեղծում, բաց դասեր եմ անում, այս մեկ ամսվա ընթացքում ես շատ աճել եմ։ Հա, Նարինե ջան, 3D Շնորհակալ եմ։ մոդելներ էլ եք շատ դուք ստեղծել։ Telegram-ի Տեսա, խմբը որ այստեղ իմ բացում է, աշխատանքները տեսա, այս տար ձեր ծավալը, նամակներն ա։ բոլորը տեսա։ Հա, հա։ Մեկ էլ մի օր բացում եմ 30 պլյուս նամակ Նարինեից ու ինքը իր 3D մոդելներն ա ուղարկում, դե եք մինչև գիշերվա քանիսը նստիր նայիր։ Օրեր ա եղել, ես մինչև առավոտ լուսացրել եմ, ոգևորվել եմ, ամեն ինչ արել եմ։ Ապրեք շատ, ես էլ ձեզանով եմ ոգևորվում։ Շնորհակալություն, շատ շնորհակալ եմ, որ կիսվեցիք ձեր անկեղծ կարծիքով։ Եկեք Այո։ տեսնեմ զրուցարանում ինչ հարցեր ունենք, անդրադառնամ հարցերին, որից հետո գնանք ամենա լավ մասին։ Այս որ այն պրեզենտացիան այն ամենա հիմքն է, որը մենք սովորում ենք։ Շատ գեղեցիկ է ստացվել, ահա, դասընթացի, այդ մեկ ամսյա դասընթացի ընթացքում, երբ մենք բոլոր կարևոր բաները սովորում ենք, 3D մոդելներ, երգեր, պրեզենտացիաներ, ինչ ասես, երկար, այդ ամբողջ, հա, արժեքը դասընթացի 20,000 դրամ է կազմում, ներառյալ իմ անհետական հետադարձ կապը, որ ստուգում եմ, ուղղորդում եմ ձեր զանգերին, ձայնայիններին պատասխանում եմ, նայում եմ սխալներ եւ այլը, այդ շատ մի քանի 3 անգամ ավելի էժանա, քան մնացած դասընթացները, որոնք այսպիսի արդյունք կարող են տալ, բայց այդպիսի դասընթաց չկա, որտեղ այս 3D մոդելներ, այս ամեն ինչը սովորեցնեն, դրա համար մեր առաջին խումբն էլ հենց փետրվարի խումբն ա եղել, որովհետև այս ամեն ինչը դեկտեմբերին ա սկսել զարգանալ, մինչև այդ մենք էլի ենք մեկ ամսյա դասեր ունեցել, բայց այս ինտերակտիվությունը հնարավոր չի եղել ստանալ այդ AI գործիքներով, դրա համար ես այսպես հանգիստ խղճով մեծ համոզվածությամբ ուզում եմ ոգևորել բոլորին, որ չմտածեք ձերը չի, չմտածեք դժվար է, բոլորն էլ կարող են սա պատրաստել ու դասերը
հիանալի, դուք էլ ուրախությամբ մոտիվացված գնաք մտնեք դասարան։ Կարճամետրաժ ֆիլմը չգիտեմ ինչ նկատի ունեք, բայց եթե տեսանյութ եք ուզում սարքել, օրինակ տվյալ թեման բացատրելու համար, ես վերջում էդ էլ ցույց կտամ 7-10 րոպեանոց ֆիլմ, տեսանյութ կարող եք ստեղծել հայերենով, էլի սիրուն այսպիսի վիզուալներով, որտեղ ձայնով հենց կբացատրվի թեման։ Բացի դրանից կարող եք աուդիոներ, ոդկասթեր սարքել, այդ ամեն ինչի մասին ես կասեմ։ Իսկ եթե առանձին այդպես ավատարով ուզում եք, օրինակ, թում Մաշտոցը կանգնի խոսի, դրան էլ ենք անդրադառնում, բայց միայն այդ կերպարը խոսելը, միայն դա վճարովի գործիքով է լինում անել, ու մենք բայց դրան էլ ենք անդրադառնում։ Բայց մնացածը բացառությամբ անվճար մոդելներով ենք անում։ Հնարավոր է այդ շնորհանդեսներին նաև կցել երգեր կամ խոսք։ Մենք տեսեք, եթե շնորհանդեսները այստեղ անում մենք կարող ենք սա արտահանել, արտահանվածի վրա մեր հղումները դնել։ Եթե վճարովի տարբերակը օգտագործեք, վճարովիում ավելի ճկուն է այդ QR կոդեր բաներ մտցնելը, բայց երկընտրանք միշտ լինում է ցանկացած մասում, որտեղ AI-ի գործիքները շատ են։ Մենք այդ երգ սարքելը, աուդիո խոսք սարքելը, այդ ամեն ինչը առանձին կուսումնասիրենք։ Սա որ ծրագրով կարելի է պատրաստել, նոթբուք LM-ով ենք պատրաստում, բայց շատ կարևոր է ոնց եք դուք օգտագործում, այնտեղ համակարգային հրահանգներ պետքա տալ, ընթացիկ հրահանգներ պետքա տալ, նաստրոյկաները պետքա ճիշտ կարգավորել, առաջին ժամը միայն այդ մանրամասներն եմ ես բացատրում, որովհետև եթե դրան չեք տիրապետում, դա չեք անում, ինքը հիասթափվելու եք, տառասխալներով ատալու, հայերեն լավ չի խոսելու, միջին որակ եք ստանալու։ Դրա համար այդ շատ կարևոր է, էլի, որ ես ինքս եմ ասում եմ տարիներով չարչարվել եմ, որ ինքնուրույն սովորեմ ինչը ոնց կարելի է անել։ Անգամ որ գնացել եմ նոյեմբերին on-line Google կազմակերպության վերապատրաստվել եմ, իրենց ընդհանրական այսպես հավես նստած խոսում էին, ոչ մեկ չէր բացում կոնկրետ գործիք բացատրում, բայց քանի որ ես այդ ամեն ինչը ինքնուրույն արել եմ, ուզում եմ այդ փորձը ձեզ փոխանցեմ ու մի ամիս դուք որ սովորեք, դա սովորական ընթացիկ վերապատրաստում չի դասվարի մասնագիտական հմտությունների, սա մի դասընթաց է, որը ձեր ամբողջ կյանքն է փոխելու։ Այդ վստահ եղեք դրանում։ Մեկ ամսվա արժեքը 20,000 դրամ է, բայց այս խմբի մասնակիցների համար, ովքեր հետաքրքրություն են ցուցաբերել եկել են, դուք կստանաք զեղչ, որի մասին վերջում կգրեմ։ Իհարկե, հեռախոսահամար կարող եմ նշել, իմ հեռախոսահամարը ամեն տեղ կա գրած, մեյլերում, Facebook, Instagram 094 նոմա ճիշտ գրեմ 25 01 95 կարող եք կապվել, գրել, մանրամասները կուղարկեմ եւ այլը։ Այստեղ հարց ունենք, ծրագիրը տարակարգին կօգնի թե չէ, եթե միավոր տալու մասով եք զուտ հարցնում, միավոր տալու համար չէ, բայց միավորից զատ ինքը շատ ձեզ օգնելու է, որ որակով այդ ամեն ինչը անեք եւ նյութերը պատրաստելու համար, եթե ճիշտ անեք ու պլյուս այսպիսի ինտերակտիվ նյութերով դասը անցկացնեք, վիդեո անեք, ցույց տաք ինչ եք անում, ինչքան նորարար մանկավարժ եք, այդ առումներով անշուշտ օգնելու է։ Մենք նույնիսկ ուսուցիչներ ենք ունեցել, ովքեր տարակարգին դիմել ստացել էին ու դասընթացին եկան մասնակցեցին, ասում էին ինչքան եմ ափսոսում, որ նոր եմ եկել այդ դասընթացին, որովհետև ես քուն գիշերներ եմ անցկացրել ամիսներով այդ ամեն ինչը ստեղծելու համար, բայց հիմա ես ինքս եմ օգնում իմ ընկերուհուն, որպեսզի շատ որակյալ կարողանանք ստանալ, այսինքն չենք անում էլի զուտ անելու համար, որ հանձնենք, չէ, եթե դուք շատ նյուանսների չտիրապետեք, միջին կամ ցածր որակով եք ձեր նյութերը ստանալու, բնականաբար ընդունելի չի լինի ոչ միտեղ։ Դրա համար ինձ համար միշտ որակը, բովանդակությունը առաջնային է ամեն պարագայում եւ AI-ի հետ աշխատելիս շատ եմ խորհուրդ տալիս, որ առաջինը հիշեք, դուք մասնագետ եք եւ AI-ը ոչ թե եկել եք, որ ինքը ուղակի անի ձեզ տա, այլ դուք եկել եք որպես մասնագետ, իրեն ուղղորդեք, ինքը ավելի արագ տա։ Տպելու փոխարեն ինքը տալիս է այն, ինչը դուք եք պլանավորել, ինչը դուք եք իրեն հրահանգավորում։ Դրա համար այդ շատ կարևոր է նաև իմանաք, որ որպես մասնագետ դուք շատ ճիշտ պետք է աշխատեք իր հետ որակյալ նյութեր ստանալու համար։ Հաշիվապրանքագիր տալիս ենք, թե չէ,
Տեսեք, վճարումը մեր կայքով եք իրականացնելու, մեր մտնելու եք սովորական on-line գնումը ոնց լինում է, կայքով իրականացնելու եք եւ ավտոմատ կայքը վճարման invoice-ը գեներացնում ձեզ համար։ Մենք դպրոցների հետ օրինակ այստեղ Գալիք Երորիայի դասընթացին էլ են մի դպրոց միանալու է կամ Global Bridge-ը թեկուզ նախորդ ամիս որ արեցինք, ոնց ենք անում, պայմանագիր են կնքում դպրոցի հետ, եթե մի քանի ուսուցիչ կամ խմբով են գալիս, հաշիվ ապրանքագիր ենք առանձին դուրս գրում դպրոցի հաշվին, իրենք վճարում են։ Եթե անհատապես եք միանում, անհատապես արդեն մեր կայքի միջոցով ինքներդ մտնում եք վճարումը կատարում եք ու վերջ։ Մենք տեսնում ենք ոչ մի բան ուղարկելու կարիք չկա, մենք ավանդական մեթոդներով չենք առաջնորդում, բնականաբար AI ենք դասավանդում, լիքը ֆինանս ջանք են գործադրել, որպեսզի կրթական կայք ունենանք։ Դուք մտնեք ուղակի վճարեք սովորական on-line գնում կատարելով, մենք տեսնում ենք ձեր վճարումը, հետո ձեզ մեյլեր ենք ուղարկում, հետո տեսաձայնագրություններն ենք ուղարկում, հավաստագիր, ամեն ինչը այդ կայքով ավտոմատացված տեղի է ունենում։ Այսպես, այս հնարավոր է, Անուշ ջան, նյութերը հնարավոր է լինում կիսվել, ընդ որում մենք քանի որ մեծ համայնք ենք, այսպիսի մի հատ լավ ավանդույթ էլ ունենք, որ իրար հետ նյութերով կիսվում ենք, օրինակ մեր այս ընթացիկ դասվարների խմբում 30 քանի դասվար կար, 30 քանի, իրենք բոլորը ինչ անում էին, կիսվում էին ու այնպես դասվարներ ունեինք, ասում են ինչ լավ է, վաղվա թեմաս էս կվերցնեմ, այս բանը կներկայացնեմ ու այսպես իրար օգնում ենք, բացի դրանից հիմա մենք մի հատ ծրագիր ենք ստեղծել, որ բոլոր դասընթացների այս պրեզենտը ամեն ինչը հավաքում ենք միտեղ եւ եթե ուսուցիչը թույլատվությունը տալիս է որ կարող ենք իր նյութը կիսել, մենք հետագա բոլոր խմբերում, օրինակ այս խմբի արածները, ովքեր որ թույլ կտան որ կիսվենք, ձեզ հետ նաեւ կկիսվենք, կտանք ձեզ դուք կօգտագործեք, ձերն էլ մնացած խմբերին, այսինքն մի քանի խումբ իրար հերթագայելով նույնիսկ ավարտելուց հետո մնացած խմբի նյութերը կստանա 20 նրա համար ենք անում իհարկե ովքեր ուզում են էլի որպեսզի որպես մեծ համայնք դասվարների դուք կարողանաք մեծ հասանելիություն ստանալ բազայի օգտվել իրար նյութերից եթե նույնիսկ չեք էլ ուզում օգտվել նայեք, ուղղակի գաղափար ստանաք, տեսեք ինչքան լավ բան կարելի էր անել, գուցե ձեր մտքով չէր անցել։ Այդ մտքով չանցնելը այնքան բնական է։ Ես ինքս 3 տարի խորացած եմ, առավոտ զարթնում եմ AI, գիշերը քնում եմ AI, բայց այնքան պահեր է լինում, ասում եմ, վայ, էս կարելի էր AI-ով էս անել կա, որովհետև ինչքան շատ ես անում, այնքան շատ ես հասկանում, էլ ինչ կարելի է AI-ով անել։ Այնպես որ թեկուզ նույնիսկ այդպիսի գաղափարներ գեներացնելու համար, մտքեր ստանալու համար արժե իրար նյութեր նայել։ Անպայման կիսվում ենք։ Ռուզանան ասում է, ես երրորդյա հանդիպում եմ ունեցել, արդեն հեշտացրել եմ աշխատանքը, հա Ռուզանա ջան, շատ ուրախ եմ, երրորդյա դասընթացն էլ է շատ ինտենսիվ, սիմվոլիկ արժեքով, ուղղակի իրանք իրարից այսպես շատ տարբերվում են, երրորդյայում մենք կենտրոնանում ենք հիմքը ձեզ տալով, ճիշտ հրահանգ գրել, ճիշտ հաղորդակցվել, ճիշտ դասի պլանը ոնց կազմել եւ այլ, այսինքն տեքստայինի վրա են կենտրոնանում ու այդ մտածելակերպ, գործելակերպ փոխելու վրա։ Իսկ այս ինտենսիվ թեմաները արդեն ինչը ցույց եմ տալիս, դրանք խորացված մեկամսյայի ընթացքում ենք անում։ Հավաստագիրը անպայման տրամադրվում է, եթե մեկամսյա գրվում է մեկամսյա, եթե երրորդյա գրվում է երրորդյա։ Հեռախոսահամարս նշեցի, ես արդեն գրանցվել եմ մեկամսյային, հա, շատ լավ։ Այստեղ հարց ունենք, կարող եմ գրանցվել մեկամսյային, հետո վճարել։ Ժորժ ջան, մենք Այսպիսի մի լավ համագործակցություն ունենք Իդրամի հետ, ովքեր Իդրամ ունեն, կամ թեկուզ ձեր ընտանիքի անդամներից որևէ մեկը ունի Իդրամ, դա էական չի, որտեղ մենք ոչ մեկի քարտ, Իդրամ չենք տեսնում, դուք կարող եք վճարում անելիս վճարման եղանակը ընտրել Իդրամ, այդ տարբերակում դուք ավտոմատ ձեր Իդրամն եք տեղափոխվում, ոնց են խանութներում Իդրամ Rocket Line-ով վճարում օրինակ։ Այնտեղ ասում եք դիմել Իդրամ Rocket Line-ի, ոնց որ ապառիկ կոչվածն է, բայց 0%-ով դուք նույն գինն եք վճարելու, ոնց մնացածը, ուղղակի այնտեղ նշելու եք, որ ես ուզում եմ, ենթադրենք ես 20,000-ը վճարեմ 3 ամսվա ընթացքում կամ երրորդ ամսվա ընթացքում ու դուք ավտոմատ կգրանցվեք մեր կայքում առանց վճարելու հետո այդ գումարը 3 ամսվա ընթացքում Իդրամին կտակ այդպիսի համագործակցություն ունենք, որ ոչ մեկի համար ոչ մի խոչընդոտ չստեղծվի դասընթացին միանալու համար։ Դուք նույն գինն եք վճարում, մենք տոկոսները մենք ենք ձեր փոխարեն Իդրամին տալիս, բայց կապ չունի, կարևորը որ այդ հնարավորությունը կա, դուք կարող եք մասնակցել ու անել։
Հա, չէ, եկամուտների հայտարարա, չէ, այդ հետ վերադարձը, չգիտեմ, բոլորի դեպքում է հետ վերադարձը, կարծում եմ, եթե երաշխավորված է լինում դասընթացը, այդ դեպքում է հետ վերադարձը լինում, եթե անկեղծ ասեմ, շատ չեմ խորացել, բայց մեր ուսուցիչները շատ են ինձ վրա այդ թեմայով խոսում, ասում են, այսքան մեծ գործ եք անում կրթության ոլորտում Հայաստանի, ինչ չեք գնում, լիցենզիա ստանում, իրական ժամանակ չունեմ, այնքան ծանրաբեռնված եմ, այնքան հոգնում եմ, բայց պլաններում կա, որ մենք էլ դիմենք, որ համ տարակարգին միավորտա, համ էլ գումարի հետ վերադարձ լինի, այս պահին դեռ չենք դիմել։ Վարդուհին Մարիաննա ջան, շնորհակալ եմ, խորհուրդ եմ տալիս գրանցվեք հրաշք Մարիաննայի դասընթացին։ Վայ, ինչ լավ է, որ դուք եք այստեղ։ Շատ շնորհակալություն Վարդուհի ջան։ Զգացված եմ։ Ահա, հա, Իդրամի պահը շատ լավ է։ Ընդ որում մենք էսա ըմ, մի երևի երկու շաբաթից նաև Ամերիա բանկի հետ ենք այս պահին համագործակցում, դա էլ կլինի, ուղղակի արդեն այս դասին չեք հասցնի, որ Ամերիա բանկով էլ վճարում անելիս, բանով ձեր մոբայլ բանկինգով, էդ էլ միանաք, մի ամսվա ընթացքում առանց տոկոսի էլի վճարում կատարեք։ Այդ պահին որ լինի կհայտարենք, դեռ չկա ծրագրավորողը աշխատում է դրա վրա։ Ինչպես է հարմար, նախ մասնակցենք երրորդյային, հետո մեկամսյային, թե կապ չունի։ Ժորժ ջան, կապ ունի շատ։ Ես խորհուրդ կտամ, որ երրորդյային մասնակցեք, ինքը չնչին սիմվոլիկ արժեք է, բայց այն գիտելիքը, որը դուք ստանաք, ձեզ շատ է օգնելու, որպեսզի մեկամսյան ավելի վարպետորեն սկսեք։ Ես այդ տարբերությունը զգացել եմ, անկեղծորեն ասեմ, տարբեր խմբերում դեպքեր ա եղել, որ ուսուցիչները ասել են, չէ, ես AI տիրապետում եմ, ես դասընթացների գնացած եմ, ընդհանուր գիտեմ, ChatGPT եմ օգտագործում կամ SN, ես միանգամից կգամ մեկ ամսյա, բայց ես երբ համեմատության մեջ եմ դնում, տեսնում եմ, որ ովքեր մեր երրորդյային չեն մասնակցել, իրենց համար ավելի դժվար է լինում կողմնորոշվելը, ավելի ուշ է ստացվում, որովհետև ես չեմ ուզում ընդհանրական որևէ բան ասել, բայց ես գիտեմ իմ դասընթացը ոնց եմ կառուցել, ինչ գիտելիք է պետք ունենալ ու 100% դեպքերում էլ այն երրորդյայի գիտելիքները, որոնք մենք տալիս ենք, դա շատ կարևոր է լինում, եթե գտնեք AI-ի մասնագետ, ոչ թե ուղղակի վերապատրաստող, ով ձեզ բացատրում է, ինչպես ճիշտ հրահանգներ գրել, ինչ սխեմաներ օգտագործել, ինչ նրբություններ կա դասի պլան, թեստ, այն կազմելու համար, եթե դուք դա անցել եք, գիտեք, կարող եք միանգամից մեկ ամսյային։ Եթե չէ, եթե ուղակի ծանոթ եք ծրագրերին, ուղակի եք ինչ որ բաներ գրում անում, այդ դեպքում միանշանակ երրորդյային եկեք մասնակցեք, շատ կարևոր դաս է դա, որ մեկ ամսյան ավելի արդյունավետ լինի։ Ես հիմա մեր կայքի հղումը ձեզ կուղարկեմ, մինչև հաջորդ նյութերին անցնելը, որ հասցնենք մնացածն էլ անենք։ Այստեղ տեսեք տարբեր խմբեր կա, դասվարներ, բնագիտական, օտար լեզուներ, հումանիտար, մեկ էլ մաթեմատիկայի ուսուցիչներ, դասվարներինը մարտի 9-ին է սկսում։ Հղումը մեր կայքի պատճենում եմ, վերջում ցույց եմ տալու նաև ինչպես գրանցվեք եւ այլը, որ հեշտությամբ անեք։ Հիմա օրինակ դասվարներն ա, չէ՞, ձեզ հետաքրքիր, սեղմում եք դասվարների վրա ու այստեղ մանրամասները գրած է, ընդ որում այստեղ Իդրամով ոնց վճարեք, ամեն ինչը գրել ենք։ Ես մինչև այս դասընթացները սկսելի 2 ամիս զբաղված էի դասընթացների ծրագրեր գրելով, ընդ որում դասվարների համար առանձին եւ այլ, այստեղ շատ հեշտ ամեն ինչը տրվում է, օրինակ առաջին դասը մարտի 9-ին, երկրորդ դասը ու սեղմում եք դասի վրա, ցույց է տալիս ինչ գործիքներ ենք ուսումնասիրելու այդ դասին, ինչ ենք անելու, ինչ եք ստանալու, մենք բաց լրիվ ամեն ինչը դնում ենք, որովհետև այդ էլ ինչ ասում ենք, այդ էլ անում ենք, եթե ոչ ավել։ Դրա համար կարող եք կարդալ, ձեզ ավելի կկողմնորոշվեք, իսկ եթե ինչ-որ հարցեր առաջանան, անպայման ինձ դիմեք, գրեք, զանգեք, WhatsApp-ով, Telegram-ով ոնց հարմար է, ես ձեր հարցերին կպատասխանեմ։ Հիմա եկեք առաջ գնանք, ամենալավ պահերն եմ ուզում ձեզ ցույց տալ 3D մոդելները, իմ հրաշքը։
Ես այնքան եմ ուրախացել, որ այդ հնարավորությունը արդեն կա։ Ժորժ ջան, պաստառներ ասվածն եմ հիմա արագ-արագ ցույց տալիս, ուղղահայաց, հորիզոնական, քառակուսի, ցանկացած թեմայով, ենթաթեմայով, գրքի հիման վրա, միջոցառման վրա դուք կարող եք այսպիսի պաստառներ սարքել։ Նարինե ջան, եթե չեմ սխալվում, էս էլ է ձեր պաստառը։ Պաստառներ ենք սարքում, օրինակ այս, ցույց ենք տալիս դասին, ուղարկում ենք իրենց կամ տպում ենք դասարանական անկյունում կախում ենք։ Այսինքն առաջ ես ինքս էլ մինչև AI-ը այսպիսի բան անելու համար գնում էի տպագրատուն, մի ժամ բացատրում էի ինչ անել, ոնց անել, ինչ գույներ համատեղել, մի հատ էլ լիքը գումար էին գանձում, անում, վերջը հավանում ես թե չէ, իսկ դուք ինքնուրույն լինելով դասվար, այսպիսի բաներ կարող եք ստեղծել, տպել ձեր դասարանական անկյունները գունազարդել։ Էս էլ էլի ծավալի կախարդական աշխարհն է։ Սա մեր ուսուցիչներն են այսպես պատկերացրել։ Դուք էլ ոնց պատկերացնեք, այդպես կանենք։ Օ, այս մեկը ավելի շատ բացատրություններով, ավելի խտացված։ Տեսեք ինչքան հետաքրքիր է։ Հա, մենք նաև մեզ միանում են նաև Սփյուռքից։ Էս էլ կարծեմ Բելգիայում, հա, մեր Արփինեի սարքած, նա Արփինեն չգիտեմ, այստեղ է թե չէ։ Ինքն էլ շատ Այո, այստեղ է Այստեղ Մարիաննա եք։ ջան, բարի երեկո, Ես այո։ եմ գովաբանել։ Շատ լավ, Արփինե ջան, գիտեք չէ, ինձ որ Սփյուռքից գրում են, հարցնում են կոգնի սփյուռքահայերին դասավանդելու համար հայերեն, ասում եմ մենք վառ օրինակ ունենք։ Արփինեն, ով ինտերակտիվ նյութերով կարողանում է ավելի հետաքրքիր դասեր տալ մեր սփյուռքահայերին ու ժամանակը կրճատել, այնպես որ դուք ինձ համար սփյուռքահայ ուսուցչի կերպար եք արդեն։ Ես ձեզ եմ միշտ մեջ բերում։ Էս էլ ձեր արածնա, չէ՞։ Այո։ Հա, ըհը, շատ լավ։ Էս էլ էսպես, էս էլ մաթեմատիկայի աշխարհն է։ Տեսեք, ինչքան լավն է։ Ես երբեմն նստում հիանում եմ ուղակի, միջև բացել եմ, որ ձեզ ցույց տամ, համ ժամանակ չունեմ, այսքանը բացեմ, համ ես նայում եմ, չեմ կարողանում կտրվել ես ամեն ինչից, նայում հիանում եմ։ Էս այդ պաստառներն է, ոնց ինչ թեմայով ուզեք կարող եք անել։ Հաջորդիվ մենք սովորում ենք նաև ֆլեշքարտեր սարքել, ընդ որում այս ֆլեշքարտերը ձեզ կօգնի ոչ միայն, տեսեք, այստեղ կարող էին հարցեր լինել, օրինակ այս մեկը կարծեմ հարցերով է, կարող եք տերմիններով գրել, հարց տալ կամ թեմա գրել, բացատրություն գրել, ընդ որում սա կարող եք եւ աշակերտների հետ օգտագործել եւ կամավորին պատրաստվելու, որ կոնկրետ ենթադրենք Գյուլամիրյանի գրքի հիման վրա ֆլեշքարտեր սարքեք, այստեղ 50 ֆլեշքարտ կա կոնկրետ։ Մի հատ թեմայով հրահանգում եք, ձեր ֆլեշքարտը սարքում եք, սեղմում եք, հետևում գրում է, հետո բացատրությունն եք պահանջում, գնում տեսնում գրքի որ հատվածում է այդ գրած։ Էս էլ հրաշալի մեթոդ է կամավոր ատեստավորմանը պատրաստվելու կամ երեխաների համար այդպես հետաքրքիր բաներ սարքելու։ Այս մեկը, այս մյուս հնարավորությունը ինքնաստուգվող թեստեր կազմելն է, սա էլ է եւ երեխաների համար դպրոցում կարող եք զուտ հետաքրքրության համար, որ իրենք տեսնեն, եւ շատը կամավորի համար էլ, կամ ուղղակի ինքնազարգացման, երբ կոնկրետ թեմայի շուրջ դուք ստեղծում եք թեստ եւ ինքը, տեսեք, նշում եք այդ պահին, նշում է, գրում է ճիշտ է թե չէ, եթե սխալ է լինում, բացատրում է, որն է ճիշտ ու ինչու է ճիշտ, ու էլի կարող եք գնալ տեսնել, որ գրքի, որ հատվածում է դա գրած, այսինքն ինքնաստուգվող թեստեր է, ինքնուրույն կարող եք այս ձևերով պարապել։ Ֆիլմի մասին հարց ունեինք, չգիտեմ, ձայնը կլսվի թե չէ, կխնդրեմ ասեք, հիմա կմիացնեմ, լիքը վիդեոներ կա, չեմ հիշում, այս մեկը ում պատրաստած վիդեոն է, բայց դուք ցանկացած թեմայով, ենթաթեմայով առիթի համար կարող եք վիդեո ստեղծել, ու այս վիդեոն ի տարբերություն մնացած վիդեոգործիքների պետք չէ նստել, կադրեր, նկարներ ստեղծել, չգիտեմ ինչեր արել, էլի բառերով իրեն հրամայում եք, ինքը ստեղծում է պատրաստի, լինում է 7 րոպեանոց, 10 րոպեանոց կամ ավելի կարճ, նայած ձեզ ինչա պետք։ Հիմա միացնեմ, տեսեք լսվում է թե չէ, կխնդրեմ ասեք։ Այսօր մենք միասին մի շատ Լսվեց ժողովուրդ ջան։ Թե իմ զումը լավ չեմ կիսվել։ Լսվում է։ Այո, լսվում է։ Հա, շատ լավ, շնորհակալություն։ Այսինքն դուք այսպիսի նյութեր կարող եք ստեղծել դասի ընթացքում իրենց ցուցադրել։ Ողջույն իմ սիրելի փոքրիկներ։ Այսօր մենք միասին մի շատ Մի հատ թարմացնեմ, կանգնում է։ Ինձ թվում է կարող է ինտերնետը լավ չի։
Հա, երևի լավ չի ծախում։ Ողջույն իմ սիրելի փոքրիկներ։ Այսօր մենք միասին մի շատ հետաքրքիր ճամփորդության ենք գնալու։ Գնալու ենք հյուր մի նոր տարի աշխարհ։ Դե պատրաստ եք։ Գնացինք։ Ահա, ծանոթացեք։ Սա մեր այսօրվա հերոսն է։ Փտառը։ Տեսնում եք, թե ինչ գեղեցիկ է։ Իսկ գիտեք, փտառի ձայնը շատ փափուկ է։ Եկեք փորձենք միասին արտասանել։ Շուրթերը միացնենք իրար ու թեթև օդ փչենք։ Փ, փ, Էսպես, եկեք առաջ տամ։ ինչ մեծ ու բարի կենդանի է։ Եկեք բոլորս փչում փն։ Այսպես մի քիչ առաջ տամ։ Այդ փորիկն է։ Նա իր կտուցով Հնարավոր է ձայնը ուսուցչի ձայնով լինի։ Ինչ? Ուսուցչի ձայնով։ Հնարավոր է ձայնը ուսուցչի ձայնով լինի։ Այստեղ դուք ձայնին հրահանգ կարող եք տալ ինչ ձայնով լինի, բայց եթե ուզում եք կոնկրետ ձերը լինի, դուք կարող եք այսպիսի տեսանյութ պատրաստել, սրան համահունչ տեքստը, ինչը ինքը որ ասում, օրինակ այս տեքստն եք հավանում, մի հատ ուրիշ գործիքով այդ ամբողջ տեքստը մի անգամից մի րոպեում հանեք, դուք ինքներդ ձայնագրեք դա ու մի հատ խմբագրման գործիքով իրար միացնեք, այս սրա ձայնը լրացնեք, ձեր ձայնը դնեք, եթե այդպես է պետք։ Կամ AI գործիքներ կան, որոնք իրենք էլ են առանձին ձեր ուզած ձևով, տեմբրով խոսում։ Էլի կարող եք, եթե այստեղին դուր չկա, այնտեղով անեք, բերեք մոնտաժեք ուղակի։ Շնորհակալություն։ Շատ լավ, Ժորժ ջան, տեսեք, այդ մոնտաժի հարցերը մի քիչ ուրիշ հարցեր է, նույնիսկ հիմիկվա ջահելները դպրոցականների սկսած այնքան լավ են CapCut, Canva եւ այլն ստում արագ ռիլեր են մոնտաժում բնականաբար, իրենք շատ լավ գիտեն այդ բաները, դա AI չի, բայց իմացեք, որ եթե AI-ով մի քանի րոպեում դուք կարող եք այսպիսի տեսանյութեր սարքել, որի համար նախկինում պետք էր ստուդիա գնալ, պետք էր, չգիտեմ, հազարավոր 100,000-ավոր դրամներ ծախսել, հիմա անվճար մի քանի րոպեում դուք կարողանում եք սարքել։ Ինչը դուր չի գալիս, ինչ լավ փիղ է, ուզում եք խմբագրել եւ այլը, մոնտաժի ծրագրով արդեն կարող եք ձեր այդ փոփոխությունները իրականացնել։ Բայց նշեմ, որ այս ծրագրերը շատ արագ են զարգանում ու բավականին լավ հայերենով խոսում են։ Նույնիսկ ծրագրեր կան, այնպես են բանաստեղծություն արտասանում, մեր հայերենի հայոց լեզվի ուսուցիչները ասում են բնականից չի տարբերվում առոգանությամբ, այդքան մեծ արագությամբ զարգանում են։ Այս էլ թվերի մասով, էլի տեսանյութեր են, իրար հետևից դրել են, բայց եկեք չբացեմ, չենք հասցնի, դուք արդեն սկզբունքը տեսաք, ցանկացած տևողությամբ կարող եք ձեր նյութերը պատրաստել։ Հիմա եկեք առաջ անցնենք։ Տեսնեմ, հա, դասվարների դասը սկսվում են։ Ռուզանա ջան, անպայման մեկամսյա դասի տեսաձայնագրությունը այդ նույն օրը տրամադրվում է, որպեսզի դուք նայեք, առաջնորդվեք, որտեղ պետք է լինում գնալ, կանգնեցնել, հասկանալ ոնց ենք առաջ շարժվում ու մշտապես հասանելիություն եք ունենում, որովհետև մենք ինչ որ ժամկետներ չենք դնում, էլի դնելու համար։ Կարևորը որ դուք կարողանաք մշտապես ձեր ամբողջ կյանքում մի հատ վերապատրաստվելով այս ամեն ինչը անել։ Անպայման բոլոր նյութերը ձեզ մշտական տրվելու է։ Բացի դրանից, ես մի հատ հրահանգների շտեմարան եմ պատրաստել 50 էջանոց, դասի սցենարներ, պրեզենտացիաներ, պլաններ, չգիտեմ, լիքը բաներ, նույնիսկ վարչարարության մասով ոնց պետք է անել, այսինքն հրահանգը գրած պատրաստի տալիս է, մի հրահանգը 1-2 էջ է։ Էդ էլ եք դուք վերցնում եք, չեք նստում զրոյից մտածում ինչ հարց տամ, որ իմ ուզածը տա, վերցնում եք, վրան խմբագրում եք, այդ արտոնությունն էլ դուք ունեք։ Ահա, այսպես, հիմա անցնում ենք իմ սիրելի 3D մոդելներին, չգիտեմ որը ում աշխատանքն է, բայց ընդհանուր խմբում որ դրել են, վերցրել եմ եւ ես ցուցադրում եմ ձեզ հիանալով իրենց աշխատանքները։ 3D մոդելներ, սիմուլյացիաներ, սրանք մեկ այլ լրիվ ուրիշ աշխարհ է, որը նոր է AI-ում, լրիվ նոր, ամենավերջին տենդենսներն է AI-ի։ Ինչ ենք անում, երեխաներին ցանկացած բան կարողանում ենք բացատրել, երևույթ լինի, ինչ որ լինում ալինի, պրակտիկ, այսպես թռվռալով բացատրում ենք։ Օրինակ, այստեղ մեր ուսուցչուհին այնքան լավ են կազմել։ Մեր ուսուցչուհին բնության ուժերն է նկարագրում, հրաբուխը ժայթքել։ Ահա, սեղմում ենք, տեսեք ոնց է։ Այդ պահին, այսպես այս ձևով է արել, որ
երեխաների համար հետաքրքիր լինի, բայց օրինակ մեր աշխարհագրության ուսուցիչը նույն հրաբուխը լրիվ ուրիշ ձև է ժայթքացնում, այն որ գիտես մտածում ես կողքի տա հրաբուխը ժայթքում, այսինքն կախված նրանից դուք ինչ եք ուզում, ոնց եք ուզում նկարագրում եք ժայթքումը տեղի է ունենում։ Այս մեկն է երկրաշարժը, որ պատկերացնեն ոնց է դա, տեսեք սեղմում ենք, ինքը ցույց է տալիս, սա էլ երկրաշարժն է, մի հատ էլ ցունամի կարող ենք առաջացնել, այս զուտ երևույթներն ենք ուզում բացատրել։ Դուք այս հնարավորությունը տեսեք ու իմացեք, որ ինչ ուզում եք բացատրել, դուք այս ձևերով կարող եք բացատրել։ Ահա, կարող ենք վերականգնել, լրացնել իրեն, խաղաղություն ենք ուզում։ Այստեղ AI գիտնական ունենք, իրեն կարող ենք հարց տալ, այդ պահին հարց տանք, այդ պահին մեզ պատասխանի ու երեխաների զարմանքը, ընդ որում պատասխանը կարող է նաև ձայնով արտասանի, ոչ միայն գրի, որ երեխաները լսեն։ Օրինակ, ասում եմ, ինչ է հրաբուխը։ Ենթադրենք ինչ է հրաբուխը, հարցրու AI-ին, ըհը, սեղմում ենք, հիմա ինքը մտածում է, մեզ պատասխանելու է, ընդ որում այսպիսի չաթբոտեր սարքելը, դուք կարող եք այնպես անել, որ ենթադրենք մաշտոցը ձեզ պատասխանի, ընդ որում ոչ թե ուղղակի մաշտոց լինի գրած, այլ եթե դուք իրեն սովորեցնեք, ինչ որ նյութեր ուղարկեք մաշտոցի մասին եւ այլն, ինքը հենց իր լեզվով, իր ձևով կփորձի պատասխանել։ Ինչքան տեղեկություն իմանա, տեսեք ինչ է հրաբուխը ու այստեղ արդեն խոսում է հրաբուխի մասին, այստեղ կարող էր կոճակ լիներ, նույնը խոսի, հաջորդի մոդելներ ունենք, որ կա, այստեղ անվտանգություն կոճակ կա, վիկտորինա կա, այսինքն մենք կարող ենք այստեղ մեր հարցը գրել ու այդ թեմայով վիկտորինա անմիջապես պատրաստել։ Հաջորդը, սա դասի ընթացքում ենք պատրաստել մեր դասվարների հետ, միայն այս մի հատն է, որ դասի ընթացքում մնացածը իրենց աշխատանքներն է։ Այս օրինակ թվային էքսպրես վագոնն է, մենք դասի ընթացքում հենց այսպիսի բաներ ենք, պրակտիկ ես ցույց եմ տալիս ձևը, միասին իրենց գաղափարը վերցնում ենք, այսպես ստեղծում ենք, որ իրենք 0-ից մինչև վերջ հասկանան ոնց ստեղծեն, ոնց բարելավեն, ու հետո գնում են իրենցը սարքում են։ Ուղղակի ես այնքան տարբեր խմբեր ունենք, այնքան տարբեր բաներ ենք սարքում, մեր արածները դասի ընթացքում չեն պահպանել, բայց այս մեկը մոտս պահպանվել էր, դրա համար բացեցի, որ ցույց տամ։ Տեսեք, օրինակ, այստեղ կարգային միավորներն ենք, միավորների դասը եւ այլը իրենց բացատրում ենք, կարող ենք օրինակ կարգը ավելացնել, որ իրենք դրանով հասկանան ոնց է, այս էլ գումարման կայանն է, ոնց է կարգերը փոխվում, ոնց է գումարում տեղի ունենում, ոնց է ընդհանուր թիվը փոխվում, այստեղ կարող ենք սեղմել վրան, տեսեք փուչիկները դուրս է գալիս, նկարագրում է այդ որ երրորդ կարգում քանի միավոր է, չգիտեմ, հազարյակների դաս, ASN, ընդ որում կարող եք դուք եւ այսպես կարգերը հեռացնել կամ միավորներով սկսել ու բացատրել, որ էսա մեր տասնյակները եկավ, ինչ տեղի ունեցավ երեխաների, այսպես որ նայում եմ մայրիկից եմ հիշում ոնց էր ինքը պատրաստվում երեխաներին դասավանդելուն, հա, այսպես, այս էլ այս հետաքրքիր ձևն է, հիմա եկենք առանց շարժվենք, օй, այս էլ է շատ լավ, այս չեմ հիշում ով է արել, բայց որ բացել եմ, հիացել եմ, հաց, պանիր, հացին գումարում ենք պանիր, հաց եւ պանիր, բացատրում ենք ինչ ենք ստանում, օրինակ, սա օրինակ է, դուք ձեր ուզածով կարող եք անել, սեղմում ենք տեսնել նկարները կոճակին, ցույց է տալիս հացը եւ պանիրը, Ժորժան, այս ուղղակի դուք բառերով ասում եք ինչ ա ուզում, ինքը պատրաստում, ոչ նկար չեք ձգում, բերում, տանում, ոչ մի բան, դուք ասում եք, ինքը անում է։ Հաց եւ պանիր, պատրաստել սենդվիչ, սեղմում ենք այս պատրաստել սենդվիչ կոճակին, հացն ու պանիրը միախառնվում են ու վերածվում են սենդվիչի, որը մեր փոքրիկը ուտում է։ Լսել նախադասությունը, եկեք սեղմենք, տեսնենք ակտիվ է այս կոճակը։ Երեխան ուտում է հաց եւ պանիր։ Այս էլ ակտ, այսինքն դուք այս մոդելների մեջ կարող եք այսպիսի բաներ էլ մտցնել ու այստեղ փուլեր կա, էլի միախառնելով, ձուլելով տառերը, չգիտեմ, ձախ մասում էս լինի, աջ մասում է, էս լինի, միախառնում եք ինչեր ենք ստանում։ Այստեղ կոճակ կա իմաստնության, որ կարող ենք սեղմել, հասկանալ ոնց օգտվել եւ այլը։ Այստեղ ջրի շրջապտույտն է բացատրվում, միացնել անձրև, անջատել անձրևը, էլի կարող ենք ոնց որ ձեր ուզած ձևով պտտացնել տակ եւ այլը, այսպես, չոր բաներ բացատրեք իրենց, եւ էլի կոճակներ ունենք, հարցրու կաթիլին կամ գիտելիքի ստուգում ենք իրականացնում, ինքը թեստ է տալիս, մենք թեստը լուծում ենք տվյալ թեմայի շուրջ,
Այս ցանկացած ձևով կարելի է այսպիսի մոդելները, երևույթները բնության բացատրել։ Հիմա եկեք առաջ գնանք, հա, դե էս էլի ֆլեշ կարտերն է, որ կարող եք թե ձեզ համար, թե աշակերտների համար ստեղծել, որպեսզի հետևի մասում պատասխանները տեսնեք։ Այս գտառով սկսվող բառերն ենք ենթադրենք ուզում բացատրել, սեղմում ենք գազարի մասին ա խոսում, սեղմում ենք գնացքի մասին ա խոսում եւ այլը, տեսեք համ նկարներն ա տալիս 3D, համ էլ բացատրում ա, ու այստեղ էլ կարող ենք աջ մասում գրել գտառով սկսվող բառ, սեղմել ու ինքը դրա պատկերն էլ այսպես, այսինքն օրինակ, հետաքրքիր գաղափար առաջացավ, երևի մեր դասվարը դրա համար է արել, աշակերտներին ասում ենք գյով սկսվող բառեր ասում են, մենք այստեղ գրում ենք, սեղմում ենք ավելացնել, ինքը գալիս այստեղ հայտնվում է, պատկերացրեք երեխաների աչքերի փայլը, ուրախությունը, որ իրենք պատկերացնում են իրենց ասածը գալիս է հայտնվում այդտեղ, այս էլ այսպես, Այստեղ էլի ինչ-որ խոսքեր, հուշումներ, ծավալի գաղտնիքները թեմայով, ինչ-որ միջոցառում է, էլի կարող ենք սեղմել լսել ձայնը, ինքը բարձր արտասանի, դուք չարտասանեք ու հա, այստեղ խաղաքարտեր է մաթեմից, տարբեր գույներով դրված, հավանաբար գույները նշանակություն ունեն ու այստեղ սեղմում ենք, ինքը բաց, այսինքն 2 լիտր 500 միլիլիտր ինչքան է երեխաները, վրան սեղմում ենք, հետևում ցույց է տալիս ու այսպես երեխաները կարող եք այս խաղաքարտերն է, որ սովորեն, այսպես սովորեցնեք, հետո էլ խաղ խաղան, ընդ որում այդ խաղը, օրինակ մեր ուսուցչուհին այս պարագայում տեղում է խաղ մտածել, բայց դուք կարող եք նաև այստեղ խաղը միավորներով խաղ սարքել, 2 թիմի են ենթադրենք բաժանվում, պատասխանում են դուք այստեղ գրում եք, որ թիմին միավորը գնաց ու այդպես մրցում են, այդ էլ կարող եք անել կամ կարող եք լսարանում անել, ոնց ուզում եք, Այստեղ վիշապիկի մաթեմատիկական արկածներն է, սեղմում ենք ուսուցիչը խոսում է, հետո ինչ-որ տեսարան է, օգնենք վիշապիկին հասնել լեռան գագաթին Բարև երեխաներ, այսօր մենք պետք է օգնենք մեր փոքրիկ վիշապիկին հասնել լեռան գագաթին գտնվող համեղ տորթին։ Դրա համար պետք է ճիշտ կատարեք բոլոր առաջադրանքները։ Դե սկսենք։ Տեսեք ինչքան է լավ, սկսել խաղը, սեղմում ենք, էս ինչ լավ է, վիշապիկը պետք է թռչի մեծ քարի վրայով, քարի բարձրությունը 20 դեցիմետր է, քանի սանտիմետր է քարի բարձրությունը, կարող ենք սեղմել, լսել կոճակը սեղմենք, որպեսզի բարձր բան անենք ու արդեն պատասխանները նշենք, որպեսզի եթե ճիշտ պատասխանեն երեխաները, վիշապիկը կմոտենա ու որտեղ պետքա կհասնի, եթե չէ, կարող է կամ կանգնի, կամ հետ գնա։ Այսպիսի հետաքրքիր, սա ինձ թվում է այնա, ինչի կարիքը երեխաները ունեն, որտեղ իրենք սիրում են խաղեր, թռվռացող ինչ-որ բաներ, հատկապես այսպիսի կենդանիներ, ու երբ խաղն ենք, դասն ենք խաղի վերածում, մենք ոչ թե երեխաներին բթացնում ենք, այլ հակառակը, երեխաները այնպես են անում, որ երեխան չի հասկանում, որ սովորում է, այնքան է հաճույք ստանում խաղային ուսուցումից, որ իրեն թվում է թե խաղում է, բայց իրականում նյութը շատ լավ ամրապնդում է։ Էս էլ լավ խաղեր, այստեղ անտառային արկած, գտիր անտառում այն ամենը, ինչի անվան մեջ կա Լ, օրինակ սեղմում ենք, ենթադրենք սունկի վրա, ասում է եւ չկա սունկի վրա, տեսեք, էս էլ է հետաքրքիր խաղ, այստեղ արդեն հավաքած եվերը կարող եք սեղմել եւ այլ անուններն է տալիս, որտեղ եւ կա, այսինքն աշակերտները եւ նկարով են տեսնում եւ բառը դուք կարող եք արտասանել ու իրենք ասեն, այդ տառը կա թե չէ, էս էլ էր լավ, մաթեմատիկական արկածները, ինչ որ էլի խաղա կարծում եմ, հա, լսել կախարդական ձայնը, հա, տեսեք, էս էլ այն որ գրքում գրած ա լինում է։ Ես ունեմ 9 կարմիր խնձոր, ես 3-ը տվեցի իմ ընկերոջը, քանի կարմիր խնձոր մնաց ինձ մոտ։ Տեսեք, ինքը այս 9-ից 3-ը ոնց որ հետ է ջնջում, որ երեխաները կարողանան հաշվեն, տեսնեն 9-ից 3-ը որ հանեցին, քանի հատ մնաց, այդ լավ կասենք, խնձորները կհաշվեն, բացի դրանից էլ կճանաչեն թվերը, կասեն որ երրորդն է ու կսեղմենք ու ինքը կասի ճիշտ էր թե սխալ էր։ Համեն։ Սա էլ է շատ լավ։ Գնացինք, էս էլ խաչ բառն է։ Դուք AI-ի միջոցով կարող եք ստեղծել այսպիսի հետաքրքիր խաչ բառեր։ Ես ունեի 9 պայծառ գունավոր փուչիկ,
Հա։ Մի օր քամին երկինք տարավ։ Այս խաղը դեռ ընթանում է, լավ, անջատենք։ Դուք կարող եք կոնկրետ թեմայով հարցեր կազմել, հանելուկ կգրեք, թե հարց կլինի, որին պետքա պատասխանեն, չգիտեմ, ոնց ուզում եք, ու այստեղ արդեն այնպիսի ֆունկցիոնալությամբ սարքեք, որ եւ արտասանի հարցերը, եւ այդ պահին դուք այստեղ պատասխանեք հարցին, ինքը ցույց տա ճիշտ էր, թե չէ, ու կարող եք այնպես անել, որ օրինակ խաչբառերի այդ վանդակների հատման կետում ինչ որ բան ցույց տրվի, ինչ որ բառ ստացվի, օրինակ հայրենիք եւ այլը եւ այլը։ Հա, այս մեր ուսուցչուհիներից մեկն էր եւ տառի մասին երևի թե գյուղը այս նշված տարածքից որևէ մեկի աշակերտների համար էր, դրա համար ինքը քարտեզը ադապտացրել էր, որ եվերով ստանա գյուղի կամ քաղաքի անվանումներ եւ իրենցն էլ ոնց որ քարտեզի վրա ցույց տա։ Այս էլ էսպես AI-ով նաեւ այս տիպի նկարներ կարող եք սարքել, print տալ, բաժանել, եթե ուզում եք քարտադարան սարքել, կամ on-line ցույց տալ, չգիտեմ, ուղարկել ծնողներին եւ այլը եւ այլը։ Այստեղ էլի խաղեր ունենք, գումարման խաղ, մեկին գումարած 4 ինչ է անում, այստեղ խնձորները հաշվում են, պատասխանը անում են, այստեղ անգլերենա պետք է հայերեն փոխել։ Կամ գուցե անգլերենի ուսուցման, անգլերենով թեքումով աշակերտների համար էր, դրա համար։ Այստեղ Փետրվարյան եռատոնի մասով ունենք Հովհաննես Թումանյան գիրք նվիրելու օր, Մայրենի լեզվի օր, որտեղ մեր հարցերը տալիս ենք Թումանյանին, Թումանյանը այստեղ պատասխանում է հարցերին, կարող ենք կախարդական քառյակներ ստեղծել եւ այլը եւ այլը։ Այս էլ էլի խաչբառա, որը մենք այստեղ կարող ենք լրացնել, տեսեք ինքը տեղերը տալիս է, լրացնում ենք, ստուգում ենք կամ ավտոմատ լրացնում ենք։ Այսպես, տեսեք ինքը սեղմեցինք, ավտոմատ լրացվեց, կարող ենք բացի խաչբառից այստեղ թումանյանական քառյակ սեղմենք կամ բառի խորհուրդ, իմաստուն փաստ, AI հուշում, տեսեք ինչքան հետաքրքիր կոճակներ է այստեղ մտցված, որ կարող եք օգտագործել։ Այս էլ մաթեմատիկայի կախարդանքն է, կարող ենք սովորել խաղը եւ կարող ենք խաղալ եւ ստուգել, այսինքն այս մի պարագայում մենք բանաձևերով, այս ամեն ինչով, չէ, բանաձև չի, ձեր այդ մեթոդներով էլի ոնց եք բացատրում, օրինակ այս մակերես, ծավալ եւ այլը պարագից, հետո էլ այդ սովորածը արդեն սկսում ենք խաղի ենք վերածում, իրենք այսպես պատկերավոր տեսնում են, հաշվում են, լուծում են։ Այդ 3D մոդելներն էին, այս մեկը օրինակ Web Edge կոչվածն է, որ դուք կարող եք ձեր ուզած քանակի էջեր սարքել ու այստեղ տարբեր ֆունկցիոնալություն ունենա, օրինակ պատմիր ինձ մի փաստ, սեղմում ենք, ինքը ավտոմատ պատմում է, կամ կարող եք մեջը դնել, ինչ որ բառային աշխատանքներ է կատարվում, մի խոսքով շատ բազմաֆունկցիոնալ բաներ կարող եք անել։ Այս մեր Հաչիկոն է, իր մասին որպես հավատարիմ կենթանի, էլի 3D մոդել ենք սարքել, աշակերտները օրինակ հավատարմության մասին երբ դաս եք անում, պատկերացնեն, որ այստեղ է ինքը պոչիկներ շարժում է, հարց տան ու Հաչիկոն իր տեսանկյունից ընկերության մասին հարցին պատասխանի, այստեղ մանրամասներ է գրված, կարող ենք էլի սեղմել, էլի շատ մանրամասներ գա այդ պահին տվյալ թեմայի շուրջ, պոչը կարող ենք այսպես շարժել եւ այլը։ Հաջորդը տիեզերք ենք ստեղծել այստեղ, բացահայտել տիեզերական գաղտնիքներ ու արեգակնային համակարգն ենք այստեղ էլ բացատրում երեխաներին, էլի իր բազմաֆունկցիոնալությամբ, այստեղ կարող ենք տիեզերական գիտակ բան կա, հարցումներ ուղարկել, պատասխան ստանալ մոլորակների մասին եւ այլ, այսինքն ես եւ շրջակայի մասով։ Այստեղ մաթեմատիկայի առումով ենք խելացի օգնականի ստեղծել, որ օրինակ բացատրենք արագություն, հեռավորություն, ժամանակ տերմինները, այստեղ մեզ հարցը տալիս է, հարցը կարող ենք պատասխանը այստեղ գրել, սեղմել, ինքը կբացատրի դա ճիշտ է թե չէ, կամ այստեղ օրինակ բանաձևերն ենք երեխաներին բացատրում վիզուալ ձևով, հետաքրքիր փաստեր ենք ներկայացնում, կրյան, մարդը, հեծանիվը, ինքնաթիռը իրենց արագությունները այսպես համեմատած ցույց ենք տալիս, որպեսզի իրենց համար հեշտ լինի այդ ամեն ինչը պատկերացնելը։ Այս էլի ինքնաստուգվող թեստեր եւ այլը սրանց անդրադարձել ենք, կրկին Web Edge-ը, տեսեք տարբեր ֆունկցիոնալությամբ, օրինակ, այս էլ տարբերվում էր նրանից, որ ենթադրենք
արագությունը տված է, որ երեխաները հասկանան ինչպես է, հա, ենթադրենք S-ը փոխվում, երբ արագությունն ու ժամանակը փոխվում է։ Պարամետրերը մտցնում ենք, ավտոմատ հաշվել կոճակին սեղմում ենք, հաշվում, այսինքն կարող եք հարցը տալ, հետո դուք սեղմել հաշվել կոճակին, որ վերջում երեխաները տեսնեն էկրանին, արդյոք այդ թիվներ նույնը չի էլի, որ դուք ասեք, հա, ճիշտ է, նույնը չի, որ իրանք ասենց աչքերը փակեն, բացեն, սպասեն, տեսնեն ճիշտ են ասել, թե չէ, կամ խմբային աշխատանք կարող եք անել։ Էս էլ Ժամանակը հավասար է հեռավորությունը բաժանած արագության վրա։ հա, մենք միշտ այդ 4 տարի իրենց հետ ենք լինում, կարող է մեր ձայնից էլ են երբեմն հոգնում նոր ինչ-որ բան են ուզում, դրա համար այս վիդեոները, ձայները եւ այլը, սրանք հետաքրքիր բան է, որ անընդհատ ձեզ չլսեն, այլ սեղմեք ինքը ներսից խոսի, այդ էֆեկտները ամեն դեպքում երեխաներին գրավում է։ Այստեղ էլի web edge է, այսինքն ձեր ամբողջ դասի պլանը դուք կարող եք web edge-ի վերածել, այսպես ոնց պատկերացնում եք, ինչ հերթականությամբ պատկերացնում եք, թեման ներկայացնեք, այս էլի թեստերը, էլի խաղը, գտիր ավելորդ բառը եւ այլը, այսպես սեղմում ենք, վերջում պատասխանները տալիս է մեզ, կրկին վիկտորինա ունենք, տեսեք ոնց է էլի ինքը բացատրությունները տալիս։ Մեր վիկտորինան, հա, այստեղ էջանիշ ունենք, մեր ուսուցչուհին որոշել էր, որ Հովհաննես Թումանյանի այդ օրվա առիթով ինքը էջանշան է տալու երեխաներին որպես նվեր ու չուզեց գնալ առնել կամ տպագրատանը պատվիրել, ինքը այսպես սարքեց, տպեց, մեջից կտրեց, տվեց երեխաներին ու իր ձեռքով սարքած լրիվ ուրիշ էֆեկտ ունի, նույնիսկ հարցը գումարը չի։ Էս էլ այսպես խաղ կարող ենք ստեղծել, տեսեք կշեռքի վրա ցույց ենք տալիս, հարցնում ենք որն է ավելի բան, 1 կիլոգրամը ինչքան է եւ այլը կամ 500 գրամ գումարած 500 գրամ ինչքան է, սեղմում ենք, էս էլ էս մաթեմատիկայի առումով Մենք նաև սովորում ենք այն ուսուցողական վիդեոներից բացի, նաև սովորում ենք այս տիպի վիդեոներ պատրաստելը, այսինքն այն 8 վայրկյանանոց վիդեոները ցանկացած կերպարով միայն այս վիդեոն 8 վայրկյանանոց։ Բոլորիդ մաղթում եմ ամենայն բարիք։ Միայն սա վճարովիով է ստացվում, բայց մնացած բոլորը անվճար գործիքներով կարող եք ստանալ։ Ընդ որում մեր փորձը ցույց է տալիս, որ ուսուցիչների մեծ մասը, ովքեր գալիս 1 ամիս այսպես այս հրաշք հնարավորություններին ծանոթանում են, հետո ինքնական որոշում են վճարել AI-ին ամիսը 8000 դրամ, որովհետև այդ 8000 դրամը վճարելով իրենք մի քանի ավել անգամ շահում են, որովհետև վճարովիով շատ ավելի լավ բաներ են կարողանում անել, ավելի արագ, ավելի որակով, ոնց որ այդ պետքա process անցնենք, վերջում դուք հասկանաք ձեզ պետքա թե չէ, բայց ինքը շատ դեպքերում էլ մի ամիս անվճար թողում է։ Եթե նույնիսկ չի թողում, այս ամեն ինչը ցույց եմ տվել, անվճար գործիքներով է մեծ մասը ստեղծված։ Այսպիսի նկարներ կարող եք ստեղծել կոնկրետ թեման բացատրելու համար։ Եթե այն 3D մոդելի էս հասկացանք պրեզենտացիա, բայց դուք ուզում եք ինչ-որ կամ ընկերության մասին եք խոսում, այնտեղ ինչ կար, մեր քրոջս երեխան էլի որ շրջակայի բանին էր կարծեմ, պետք է թիմային աշխատանք անեին, պաստար սարքեին, օրինակ այս ձևով վարեցինք ինքը ասում էր ինչ է ուզում ցույց տալ, օրինակ հոգատարությունը որն է, երեխան գնում այսպես շունիկին շոյում է, կամ չգիտեմ, անտուն թռչուն է գտնում, այդ տեսարանը, ինչ տեսարան ուզում եք, նկարագրում եք, AI-ը տալիս է, ու դուք այդ տեսարանները կարող եք վերցնել, օգտագործել նկարները, կամ ցանկացած նկար, ցանկացած ձեր սարքած բան կարող եք վերածել բանի, ոնց են ասում, այն որ սև սպիտակ է լինում, գույն ենք տալիս մենք, վայ, ոնց մտքիցս թռավ, ինքնաներկվող տետրի կամ նյութի կարող եք վերածել, Ներկիր ինքդ, ներկիր ինքդ։ Շնորհակալ եմ, այն որ ոնց կարելի է մոռանալ, ներկիր ինքդ, հա, սարքեք, իրենց ուզած կերպարը նույնիսկ հեքիաթի եւ այլ ինչ որ պատկերացնեք, գունավորն էլ ցույց տաք, ասեք դե հիմա ձեր ուզածով էլ դուք նկարազարդեք, ձեր ուզած նկարը վերածեք վիդեոյի, այս էլ վիդեոներն է, այսպես հերթով չբացեմ, 8 վայրկյանանոց վիդեոներն է, ու նաև մենք սովորում ենք երգեր ստեղծել, այս էլ մեր երգերից մեկն է, չգիտեմ ում սարքածն է, ամանորյա երգ է էլի, դուք ձեր ոճով, ինչ ոճով եք ուզում լինի, թեթև, պարող, ուրախ, տխուր, էլի հրահանգում եք ու այսպիսի երգեր եք ստանում, կարող եք ներբեռնել, օգտագործել։ Եկեք ստանք։
Այս իմ ամենասիրելի դասերից է, կարողանում եմ պարեմ մի քիչ թարմանալ, քիչ խոսեմ։ Այս էլ լավ, այն առումով է լավ, որ կարողա դուք բնականաբար ատառի մասին, չգիտեմ, անկերության մասին, այս մեկ երգեր չկա, բայց միջոցառումների, բաց դասերի կամ թեկուզ սովորական դասի ընդամենը մի քանի րոպե է սարքեք, ֆիզկուլ դադարին երգը միացնեք, տվյալ թեման ինչ անցնում եք, երեխաները մի քիչ համ պարեն, համ լսեն, ուրախանան, ինչ ձեր մտքերով անցնի, կարող եք անել։ Էս էլ էս, այստեղ նաև, հա, աուդիոգրքեր ենք սովորում նաև ստեղծել, էլի կարող եք երկու կերպարներ միացնել օրինակ, իրար հարց ու պատասխան անեն կամ երկխոսություն անեն, դա միացնեք կամ տանեք ինչ-որ ուրիշ սլայդում դնեք, որպեսզի դա էլ լսեն, հա, աշակերտներ, ու տեսեք ինչքան լավ է AI-ը խոսում, միացնում եմ։ Ո՞նց ու հին է այս կաղնին։ Հետաքրքիր է, քանի տարեկան կլինի նա։ Կարծում եմ շատ հին է անի։ Գիտես, մեր դասվարն ասում էր, որ ծառերը անտարի թոքերն են։ Թոքերը։ Ինչպես մեր թոքերը։ Գրեթե նույնն է։ Նրանք կլանում են վատ օդը եւ մեզ թարմ թթվածին են գալիս։ Տեսեք, մի քանի ամիս առաջ դու չէր կարողանում AI-ով հայերեն ձայն ստանալ, ռոբոտ, սխալ, ծծծը, ոչ մի բան չէր հասկանում, բայց ինքը այսօր բավականին լավ մակարդակի է հասել, եթե էլի ճիշտ հրահանգավորումներ եք կիրառում, ինքը լավ հայերենով խոսում է, իհարկե միշտ աշխատելու տեղ լինում է, դրա համար այդ ձևերն էլ ենք իմանում, որ եթե ինչ-որ մի բան սխալ է անում, ինչ պետք է անենք, հաջորդի ոնց կազմակերպենք։ Հիմա այսքանն էր նախատեսված, որ ես ցուցադրեմ, իհարկե աշխատանքները մեր դասվարների շատ ավելի, քան ես ցուցադրել եմ, ես ուղղակի որպես նմուշ ամեն ինչից փորձել եմ բերել ցույց տալ, որ դուք տեսնեք պոտենցիալը, այս գործիքները ինչ հնարավորություն են տալիս, որ դուք լրիվությամբ վերափոխեք ձեր դասընթացների ոճը, ձեր կյանքի որակը բարելավեք, որովհետև օրինակ ինքս էլ որպես դասընթացավար մեծագույն հաճույքը ստանում եմ, երբ տեսնում եմ, որ իմ դասընթացի մասնակիցները առաջընթաց են ունենում, երբ տեսնում եմ, որ ասածը տեղ է հասնում, վայելում են, ոչ թե ուղղակի ստիպված, ձանձրանալով են անում եւ այլ։ Ես համոզված եմ, որ ձեզ համար էլ է դա շատ կարեւոր, որ այդքան նվիրված աշխատում եք, այդ ամեն ինչի տեղ հասնի, աշակերտի լեզվով լինի, իր համար հաճելի լինի, դուք դառնաք նորարար ուսուցիչ ձեր դպրոցում ու բացի դրանից մի քանի անգամ ավելի հեշտ արագ անեք այսքան բազմաֆունկցիոնալ բաները, այսքանը որ անեք ամեն դասի համար մի ժամում մի ժամ կարող եք օրինակ հատկացնել եւ պրեզենտացիա եւ 3D մոդել, երգ, աուդիո, տեսա, ինչ ուզում եք անել, դասի պլան, այդ ամեն ինչը սարքեք, բայց օրինակ առանց AI-ի կարող է մի ժամը միայն դասի պլան կազմեք կամ միայն թեստի մասին մտածեք, բայց այդ նույն ժամանակում դուք այսքան շատ գործիքներ կարող եք սարքել։ Ընդ որում այդ համայնքի պահներ կա, որ իրար էլ կարող եք փոխանցել, իրարն էլ օգտագործել։ Այսպես, հիմա ես ինչ եմ ուզում ցույց տալ, ուրեմն դասվարների մասով մեր նախորդ փետրվարին մեր դասվարները շատ ակտիվ էին, այդ դեռ առաջին դասն էր, ոչ ոք չգիտեր ինչ ենք սարքելու, իրենք հնարավորություն չունեին այսպիսի տեսնել արդյունք, ռիսկ արեցին, եկան սովորեցին, բայց հիմա այս տեսանյութը նաև YouTube-յան ալիքում ենք տեղադրելու, որով ում հետաքրքիր է մտնեն, նայեն եւ ես այսպես կանխատեսում ունեմ, որ եթե փետրվարին այսքանը չտեսնելով դասվարների խումբը, դասվարներ եւ բնագետներ արագ սպառվել է խմբում տեղերի քանակը, բնականաբար այս անգամ էլ արդեն այդ նույն պատմությունը կլինի, գրանցումները բաց է, ոնց որ նոր ենք, 3 չէ առաջին օրն ենք հայտարարել, որ դասընթացը լինելու է, եւ եթե դուք ցանկություն ունեք, կարող եք միանգամից եւ երրորդյա դասին գրանցվել եւ մեկամսյա դասին գրանցվել, որպեսզի վստահ լինեք, որ տեղը լինելու է, կամ ձեր զեղչից օգտվելու համար մինչև ամսի 5-ն ենք դրել ժամկետը գրանցվելու, որպեսզի այդպես աշխատավարձ ձերներ ստանանք, այդ էլ ֆինանսական խոչընդոտ չլինի, ամեն դեպքում եթե կարող եք, հիմա կարող եք միանալ, որ լրիվ վստահ լինեք, որ ձեր տեղը ամրագրում եք, կամ մինչև ամսի 5-ը գրանցվեք, վճարումը անեք։ Եթե մենք տեսնենք, որ շատ են դասվարների պահանջարկը,
հնարավոր է մի հատ խումբել ավելացնենք դասվարների։ Ես մի հատ պահուստային դասընթաց եմ գաղտնի թողել ժամեր ազատ միայն մի դասի համար եւ իմ մտքում մտածել եմ, որ դա հավանաբար դասվարներինը կլինի, բայց այդ ընթացքում կհասկանամ, եթե խումբը էս արագ լրացավ, տեսա, որ պահանջարկ կա, մի հատ ուրիշ խումբել դասվարների համար կստեղծեմ, բայց այս պահին միայն այս խումբն է եւ հեսա գրանցումն էլ ցույց տամ ոնց է գրանցումը կատարում, զեղչը ոնց է օգտագործելու, որ เป զի միանգամից ձեր տեղը ամրագրեք, ընդ որում իդրամի պահն էլ հիշեք, որ եթե դուք նույնիսկ չեք օգտագործում, կարող եք ձեր ընտանիքի անդամներից մեկին խնդրել, այդ պահին ինքը գա, իր իդրամը բացի, իդրամով վճարի, մենք արդեն ձեր մեյլին մնացած մանրամասները կուղարկենք, այսինքն կմիանաք դասի վճարումը այդ նույն գումարը 3 ամսվա ընթացքում կվճարեք։ Նաև դեպքեր ենք ունեցել ու շատ ենք ունենում, երբ ուսուցիչները շատ ծանրաբեռնված են, արդեն ուրիշ դասընթացների են մասնակցում եւ այլը, ու ունենք ուսուցիչներ, ովքեր միանում են դասին, բայց չեն կարողանում օրինակ այդ գրաֆիկով ժամը 6-ին է կոնկրետ ձեր դասը 6-ից 7-ը չեն կարողանում միանալ, իրենք երբ հարմար է այդ օրվա ընթացքում ձայնագրությունը դնում նայում են, որտեվ շատ մանրամասն, շատ պրակտիկ է ամեն ինչը ցույց տրվում, գրեթե տարբերություն չի լինում դաս թե տեսաձայնագրություն, որովհետև եթե հարցեր են ունենում, մենակ չեն լինում, արդեն ինձ գրում են անհատապես, որ ես ինչ հարց ունեն կամ խմբում են գրում, արագ այդ հարցին բան ենք տալիս, պատասխան եմ տալիս ու իրենք արդեն իրենց նյութերը սկսում են ստեղծել։ Դրա համար ոնց որ բոլոր պայմանները ստեղծված է, որ ձեզ համար հարմար լինի, երբ ուզենաք նայեք տեսաձայնագրությունը, երբ չստացվի դասին միանալ, կարողանաք էլի այդ պահներ շրջանցել, որտեղ ես միշտ կամ ձեր կողքին ձեր հարցին պատասխանելու համար։ Եվ միշտ հորդորում եմ, նույնիսկ ինքս եմ այնքան եմ ասում, ինձ գրեք, եթե չի ստացվում, որտեղ կարևոր է, որ ով գալիս է մեր դասընթացին, դուրս է գալիս դասընթացից, ինքը զինված լինի այս գիտելիքներով, ուղղակի չգա ինչ որ միջակ արդյունք ստանա, այլ գերազանց արդյունք ստանա, ես դրանով եմ միայն բավարարվում։ Ու դրա համար այդ մի ամբողջ ամիսը յուրաքանչյուրի հետ եմ առանձնապես անհատապես լինում։ Օրինակ երրորդյա դասընթացը այդ ֆորմատով չի, ինքը 3 օր միանում ենք մեծ խմբով 100-150 հոգի միկրոֆոնները անջատած, բայց էլի շատ պրակտիկ ցույց եմ տալիս, դուք փորձարկում եք, հետադարձ կապ չկա եւ այլն, բայց այդ հիմքն է, մինչեւ դա չիմանաք, այն մյուսը այդքան էֆեկտիվ չի լինելու։ Իսկ երբ արդեն այս մեկամսյան ոնց որ մի օր երրորդյան յուրացնում եք, գալիս եք մեկամսյա, իրական ձեր պրակտիկան այդ ժամանակ սկսվում է։ Այսպես, հիմա ես գնամ վճարման պահնել ձեզ ներկայացնեմ, ոնց պետք է այդ վճարումը կատարեք, որ เป զի այդ էլ խոչընդոտ չհանդիսանա։ Նախ ուզում եմ նշեմ, որ ցավոք դեպքերի եմ հանդիպել, երբ մեր ուսուցիչներից մեկ էլ տեսնում եմ մեկնաբանություն են գրում, SMS են ուղարկում, բա ինչու եք քարտի եռանիշ թիվ ուզում, ինչու եք քարտի տվյալ ուզում, ու ես ոչ թե ջղայնանում եմ, այլ տխրում եմ, որ մենք այդ ֆինանսական գրագիտության մակարդակը չունենք դեռ, որ եթե on-line գնում ենք իրականացնում, ոնց կարող ենք վճարել մեր քարտով, եթե այդ քարտի տվյալները չգրենք։ Դրա համար ես նորից այդ process-ը ցույց կտամ, որ որևէ մեկի մոտ վախ չմնա, ու զուգահեռ մի քիչ այդ ֆինանսական բանից էլ խոսեմ, տեսեք, եթե դուք շատերը սովոր են ընդհանրապես փոխանցումով, բանով, քարտի թվեր ասեն, հաշվեհամար ասեն ու այդպես գրանցում կատարեն դասի կամ ինչ որ այլ ծառայության հագուստ եք ուզում բանով մեսենջերով գրում եք եւ այլն, Ժորժ ջան, այդ անձնական փոխանցում է, քարտից քարտ, հաշվեհամարից դա on-line գնում չի համարվում։ Այդ ուղղակի փոխանցում է, ես էլ իմ քրոջը այդպես եմ գումար փոխանցում, բայց երբ դուք ուզում եք կազմակերպությունից գնում իրականացնել, այդ դա արդեն on-line գնում է, երբ դուք մտնում եք տվյալ կայքը, գրանցվում եք, post-terminal-ով վճարումը կատարում եք, դա համարվում է արդեն on-line գործարք, գնում, որից հետո ձեզ ավտոմատ invoice է գալիս, որից հետո ձեր տվյալները, մեյլը եւ անունը, հեռախոսահամարը մեր բազայում հայտնվում է, որ վճարել եք, ու ավտոմատացված կերպով մենք ձեզ ուղարկում ենք նամակները, տեսաձայնագրությունները, հավաստագրերը, մնացած բոլոր նյութերը։ Այսինքն
Այս կրթական կայքը 3 տարի է ամեն օր էլ այստեղ եմ աշխատում, որ մաքսիմալ լավ դարձնեմ մեր ուսուցիչների համար։ Դուք էլ չեք ստիպված, չեք զանգել, գրել, կտրոն ուղարկել, չգիտեմ ինչեր անել, հետո ասել, էս չեք, ինձ չեք ուղարկել, էս մեկին մոռացել եք, չէ։ Մի հատ վճարեցի, գրանցվեցինք, վերջ, ոչ մի բանի մասին էլ չենք մտածում։ Դրա համար ինչա պետք անել։ Առաջին հերթին, եթե դուք մեր high-end learning-ի կայքում, չգիտեմ գրանցված եք նախկինում, թե չէ, հնարավոր է թեստի համար, անվճար վեբինարի նյութի համար գրանցված լինեք, բայց եթե գրանցված չեք, առաջին հերթին ոնց Facebook-ում եք գրանցում, պետքա մեր կայքում գրանցվեք, ձեր մեյլով, ձեր անձնական էջը ստեղծեք, որպեսզի հետո երբ վճարումը անեք, մենք տեսնենք, որ մեյլից է վճարում կատարվել։ Դրա համար առաջնային գալիս ենք, այս գրանցվել կոճակին ենք սեղմում, կամ եթե միանգամից մենք հղումն ենք ուղարկում այս բանի, AI դասերի, ենթադրենք օրինակ դասվարներինն է, ձեր խումբը բացեք, տեսնեք, գնել հիմա որ սեղմեք, այստեղ ասելու է մուտք գործել։ Եթե դուք մեր կայքում գրանցված չեք կարող մուտք գործել մի տվյալով, որը գրանցված չի։ Դրա համար առաջին անգամվա համար կամ այս վերևի աջ անկյունից, կամ էլ այստեղ գրանցվել անվճար, հաշիվ չունի գրանցվել անվճար։ Այդ կոճակին պետքա սեղմեք, որպեսզի գրանցվել անվճար, գրում եք ձեր անուն ազգանունը, ուշադիր կլինեք էլեկտրոնային հասցեն ճիշտ գրեք, ցանկալի է Gmail օգտագործեք, եթե ունեք, որովհետև մեյլ ռույերը մեծ խնդիրներ են առաջացնում, խորհուրդ չեմ տալի սանկցիաների տակ է ռուսական մեյլը եւ այլը, լինում է նամակը չի գնում, սպամա գնում ենք, ամեն դեպքում միշտ զանգում ենք, բայց ձեր կյանքի հանգստության համար եմ ասում, հրաժարվեք այդ մեյլ ռույերից։ Այստեղ գաղտնաբառը ոչ թե ձեր մեյլին է գրում, այլ դուք եք հորինում մեր կայքի համար, հեռախոսը նշեք, որ եթե պետք լինի կապվեք ու սեղմում են գրանցվել։ Եթե այս գրանցվել կոճակով մտնեք, օրինակ ձեր տվյալները ենթադրենք, այսպես գրեք, դեպքեր ենք ունենում, որ չեն հիշում մեր կայքում գրանցված են, թե չէ։ Եթե սեղմեք գրանցվել կոճակին, ինքը ասելու է այս էլեկտրոնային հասցեն արդեն զբաղված է։ Եթե այսպես նշես, դա նշանակում է, որ դուք արդեն մեր կայքում գրանցվել եք, բայց չեք հիշում, որ գրանցվել եք։ Դրա համար կամ ուրիշ մեյլով պետքա գրանցվեք, կամ փակում ենք ու մուտք են գործում այն մեյլով, գաղտնաբառով, որով որ գրանցվել ենք այն ժամանակ։ Եթե էդ էլ չենք հիշում, ինչ գաղտնաբառով են գրանցվել, այստեղ տող կա, սովորական կայքերում ոնց լինում է, մոռացել եք գաղտնաբառը, մեյլին կոդագնում վերականգնում ենք։ Բայց եթե այսպիսի խնդիրներ չի լինում, չեք մոռացել, չեք սխալվել, չգիտեմ ինչեր չեք արել, շատ հեշտ արագ մուտք կոճակին սեղմում եք արդեն գրանցված մեյլով, ձեր մեյլը գաղտնաբառը գրում եք, սեղմում եք մուտք, արագ։ Մի րոպեում կարող եք կազմակերպել։ Գալիս ենք AI դասեր, սեղմում ենք այն դասի վրա, որը ուզում ենք, ենթադրենք դասվարների խմբի դասը, գնել հիմա կոճակին ենք սեղմում, սովորական կայքերում օնլայն գնումները ոնց լինում է, տեսեք արդեն անուն ազգանուն մեյլը բերում է, անուն ազգանունը հայերեն նորմալ սիրուն տառերով գրեք, որ հավաստագրի վրա ավտոմատ այդպես արտացոլվի, այստեղ ընտրում ենք վճարման տարբերակը, եթե օրինակ իդրամ եք ընտրում, այս պարագայում, եթե ուզում ենք իդրամ ռոկետ լայնով անեք, տեսեք QR կոդ է բերում, կամ էլ պետքա մուտքի տվյալը գրեք։ Եթե ես օրինակ սովորաբար այսպես սիրում եմ հեռախոսս պահեմ QR-ի վրա իդրամը ու ավտոմատ մտնեմ իմ իդրամս ու այնտեղ ռոկետ լայնով վճարում կատարեմ որևէ տեղ, ենթադրենք։ Եթե իդրամով եք ուզում այդ 3 ամսվա ժամկետում անել, այսպես կարող եք անել կամ սովորական էլ, պարտադիր չի ռոկետ լայնինի իդրամով վճարելու դեպքում էս եք անում։ Եթե քարտով եք ուզում վճարել, սեղմում եք քարտային վճարում, սեղմում ենք վճարել հիմա եւ այստեղ տեսեք high-end learning-ի կայքում եք, մեր կրթական կայքում, բայց երբ վճարել եք սեղմում, տեղափոխվում եք arka.am կայքը, դուք մնացած տեղերում էլ անելուց, որ խարդախություն բան չլինի, դուք միշտ ուշադրություն դարձրեք ու որ անհիմն կասկածներ չլինի ձեզ մոտ։ Երբ բանկի վճարային համակարգն է բացվում, դուք այս arka.am-ի էջում եք արդեն վերևում high-end-ը մեր կենտրոնը չի, սա Հայաստանի ազգային վիճակագրական համակարգի էջն է։ Մեր կազմակերպության բանկը ամերյան է, դրա համար է այստեղ ամերյա գրած, ձերը որ բանկը կա,
Բացի ՎՏԲ բանկից, ՎՏԲ-ն մարտի կեսերին ենք ակտիվացնելու միրը էլի ընդհանրապես Ռուսաստանից կամ ՎՏԲ բանկով վճարումների համար։ Եթե ձերը ՎՏԲ-ը, արդեն պետք է ընտանիքի մեկ այլ անդամի կամ ընկերոջ քարտով անեք, ՎՏԲ-ով չի ստացվում, որովհետև սանկցիաների տակ է էլի։ Այստեղ գալիս եք, ձեր քարտի վրայի թվերն եք գրում, ձեր անուն, ազգանունն եք այսպես լրացնում, քարտի գործողության ժամկետը, եռանիշ թիվն եք գրում, եւ երբ ինձ հարցնում են ինչու պետք է իմ եռանիշ թիվը տամ, ասում եմ չեք տալիս, ժողովուրդ։ Դուք ինքներդ լրացնում եք։ Ոնց որ այս երբ արած չենք լինում on-line գործակեր, ժամանակ է այսպիսի հարցեր առաջանում։ Երբեմն լինում է զանգում են գրանցվելիս, սկսում են բացատրել, ասում են Մարիանա ջան, ինձ ում տեղ եք դրել։ Ես սաղ կյանքս on-line գործարք եմ անում, գիտեմ որ պետքա գրեմ, բացատրեք, այդ շատ հակասական է, դրա համար ընդհանուր ես ասում եմ, ոնց է որ մենք սուպերմարկետում օրինակ քարտով վճարում ենք, չէ՞ անում։ Քարտը մտցնում ենք պոստտերմինալի մեջ, պոստտերմինալը քարտի եռանիշը ամեն ինչը կարդում է, հասկանում է որ բանկից պետքա որ քարտից գումար տանի։ Էս էլ on-line պոստտերմինալ է։ On-line պոստտերմինալը ձեր քարտը չի կարող կարդալ, դեռ այս հնարավորությունը չկա, որ sense պահենք համակարգիչը մեր քարտը կարդա։ Դրա համար դուք ինքներդ առանց որևէ մեկի ասելու ձեր տվյալները լրացնում եք այստեղ, հետո որ վճարել կոճակին սեղմում եք, այստեղ մեր կայքում մի հատ տող է բացվում, ձեր հեռախոսին էլ բանկը ապահովության համար կոդ է ուղարկում, որպեսզի տեսնեք դուք եք ձեր քարտից գումար հանում։ Այդ կոդը բերում մուտքագրում եք նորից մեր կայքում, կապույտ կոճակ է լինում, սեղմում եք ու ասում եք հա ես եմ վճարում անում։ Դրանից հետո եթե սա այսպես ճիշտ եք անում, մեր կայքում գրելու է շնորհակալություն մեր դասընթացը ընտրելու համար։ Մենք հետագա քայլերը կուղարկենք ձեր մեյլին։ Այդ որ տեսակ վստահ եղեք, որ մենք էլ ենք ձեր վճարումը տեսնում։ Իդրամով անելիս դա չի երևում, բայց իդրամում էլ ձերն է էլի երևում։ Իդրամով անելիս կարող եք լրացուցիչ մեծ գրել, եթե ուզում եք վստահ լինել, որ ճիշտ եք արել, բայց քարտի դեպքում եթե դուք տեսաք էկրանին այդպես գրեց, ուրեմն վստահ եղեք, որ մեզ ասելու կարիք չկա, մենք էլ ենք տեսնում։ Ու եթե ամեն դեպքում վճարման հետ կապված ինչ որ հարց է լինում, թե մուտք գործելու, թե վճարման հետ կապված, դուք անպայման զանգեք մեզ իմ կամ High-End Learning-ի Facebook-յան էջին գրեք, ես հեսա մեր Facebook-ն էլ ձեզ կուղարկեմ, եթե չունեք, անպայման գրեք մեր մասնագետը, ես հիմնականում շատ ժամանակ չեմ ունենում, հա լավ, ես դուրս եկածա, ես շատ ժամանակ չեմ ունենում, այդպես անհատապես անեմ, բայց զուտ տեխնիկական վճարման հետ կապված, մենք ունենք աշխատակից, կարող եք զանգել, եթե վստահ չեք, առաջին անգամ եք վճարում անում, ինքը հերթական քայլերով ձեզ կասի հիմա որտեղ մտնեք, հիմա ինչ անեք։ Հաջողություն բոլորին։